Նա մենակ էր Սուրբ Ծննդյան գիշերը։ Նա ձայնագրեց մի աուդիո, արտահայտելով այն ամենը, ինչ զգում էր։ Սխալմամբ այն ուղարկեց սխալ մարդուն։ Եվ հենց այդ սխալը փոխեց նրա կյանքը ընդմիշտ։ Հույս ունեմ, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Դեկտեմբերի 24-ի գիշերը Երան հասավ, գունավոր լույսերի քաղաքային մենության իր բնորոշ խառնուրդով։ Մինչ քաղաքի մեծ մասը պատրաստվում էր նշել Սուրբ Ծնունդը գրկախառնությունների առատ սեղանների շուրջ, Լետիցիա Սարգսյանը հայտնվեց Կենտրոն թաղամասի փոքրիկ բնակարանում, շրջապատված միայն իր սեփական ընկերության խլացուցիչ լռությամբ։ 26 տարեկան էր, մուգ շագանակագույն մազերը բնական ալիքներով թափվում էին ուսերին, մուգ աչքերը միշտ ավելի շատ հարցեր էին պարունակում, քան պատասխաններ։ Լետիցիան այն կանանցից էր, ում մեծ քաղաքը գուլ է տալիս առանց թույլտվություն խնդրելու, խոստանալով հնարավորություններ, բայց տալով միայն վճարելու հաշիվներ սիրելիներից հեռու լինելու ծանրությունը։ Նա Սյունիքի մարզի գյուղական վայրերից էր եկել 2 տարի առաջ, երազանքների ճամպրուկով, հույսով լի սրտով։ Ընտանիքը մնացել էր հետում, Գորիս փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորն իրար անունով էին ճանաչում, դռները բաց էին մնում մինչ ուշ գիշեր։ Այստեղ Երանում դռները կողպված էին, հարանները հազիվ էին աչքերի մեջ նայում, երազանքներն ավելի թանկ էին, քան նա պատկերացրել էր։ Ալեքսանյան Իմպորտս ընկերությունում որպես վարչական օգնականի աշխատանքը պատշաճ էր, վճարում էր հաշիվները, բայց չէր լրացնում այն դատարկությունը, որն աճում էր նրա կրծքի մեջ ամեն օր, երբ նա հեռու էր տանից։ Այդ գիշեր, երբ նա նայում էր սուրճի սեղանին, որտեղ դրել էր անկանոն ընթրիք, գնված անկյունի սուպերմարկետից, Լետիցիան զգաց բոլոր այն ընտրությունների ծանրությունը, որոնք նրան բերել էին մինչ այստեղ։ Մի սառեցված լազանի, տաքացրած միկրոալիքային վառարանում 2 լիտր կես հանքային ջուր մի աղանդ էր, որը նույնիսկ չէր համարձակվել բացել։ Դրսում հրավառություն էր սկսվում, ազդարարելով կեսգիշերի գալը։ Ամբողջ ընտանիքները գրկախառնվում էին, երեխաները վազվզում էին շենքերի միջանցքներում, իսկ նա այնտեղ էր, մենակ, բջջային հեռախոսը ձեռքին, անզուսպ ցանկություն արտահայտվելու։ Հենց այդ ժամանակ Լետիցիան արեց մի բան, որը երբեք չէր պատկերացնի, որ կանի։ Վերցրեց հեռախոսը, սեղմեց աուդիո ձայնագրման կոճակը, պարզապես սկսեց խոսել։ Բառերը դուրս էին գալիս ջրհեղեղի նման, առանց ստիչի, առանց ամոթի։ Խոսեց մենության մասին, այն մասին, թե որքան դժվար էր ծածնել, թե ամեն ինչ լավ է, երբ ներսում ամեն ինչ փլուզվում էր։ Խոսեց անքուն գիշերների մասին, մոր կարոտի մասին, այն ափսոսանքի մասին, որ ամեն ինչ թողել էր հետում, ապագայի որոնումներով, որը գնալով ավելի անորոշ էր թվում։ Ձայնը մեկից ավելի անգամ խեղդվեց, արցունքներն իջան դեմքով, առանց նրա փորձի դրանք պահելու։ Դա նրա իր մեջ մի պահ էր, մի արտահայտություն, որը պետք է դուրս գար, նույնիսկ եթե ոչ ոք չէր լսի։ Կամ գոնե այդպես էր մտածում։ Երբ ավարտեց ձայնագրելը, Լետիցիան նայեց իր լավագույն ընկերուհու, Մարիամի անվանը կոնտակտների ցուցակում։ Հենց նրան պետք է ուղարկվեր աուդիոն։ Մարիամը միշտ կարողացել էր լսել, միշտ ուներ ճիշտ բառերը, նույնիսկ երբ ճիշտ բառեր չկային ասելու։ Բայց հոգնածությունը, արցունքները գուցե հենց բախտը դավաճանեցին նրան այդ պահին։ Առանց նկատելու մատը սահեց մի քանի կոնտակտ ներք, երբ սեղմեց ուղարկել, աուդիոն ուղղվեց անմիջապես Գաբրիել Ալեքսանյանին։ Նրա շեֆին։ Ընկերության սեփականատիրոջը։ Այն մարդուն, ումից ամենաշատն էին վախենում հարգում Մաշտոցի պողոտայի 20 հարկանի շենքում։ Լետիցիան սխալը նկատեց միայն մի քանի րոպե անց, երբ սիրտը մի փոքր հանգստացել էր, բանականությունը վերադարձել էր իր տեղը։ Նայեց բջջային հեռախոսի էկրանին, զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Այնտեղ էր, կողքին 2 կապույտ կետիկներով, որոնք ցույց էին տալիս, որ հաղորդագրությունը կարդացվել է։ Գաբրիել Ալեքսանյանը լսել էր յուրաքանչյուր բառ։ Յուրաքանչյուր հեծկլտանք։ Յուրաքանչյուր խոստովանություն ջարդված հոգուց։ Խուճապն անմիջական էր։ Ձեռքերը դողում էին, ստամոքսը շրջվում էր, մի ակնթարթ Լետիցիան մտածեց, որ ուշագնաց կլինի։ Ինչպես կարող էր նա այդպիսի անհեթեթ սխալ թույլ տալ։ Ինչպես բացատրեր դա երկուշաբթի օրը։ Արդյոք նա կմտածեր, որ դա ուշադրություն գրավելու անհաջող փորձ էր։ Ավելի վատ, արդյոք նա դա կօգտագործեր որպես աշխատանքից ազատելու պատճառ։ Հարցերը կուտակվում էին, առանց նրա պատասխաններ գտնելու, հուսահատությունը տիրում էր, մինչ բջջային հեռախոսը թրթռաց նրա ձեռքում։ Դա նրանից եկած հաղորդագրություն էր։ Կարճ։ Ուղիղ։
Բայց լիովին անսպասելի։ Հիմա տան ես։ Լետիցիան կարդաց վերընթերցեց հաղորդագրությունը առնվազն 5 անգամ, մինչ կարողացավ մարսել այն։ Չկար մեղադրանք։ Չկար սառնություն։ Պարզապես մի պարզ հարց, գրեթե քնքուշ։ Այնուամենայնիվ, նա վարանեց։ Ինչ ասել։ Ինչպես բացատրել։ Նա որոշեց անկեղծ լինել, քանի որ հիմա ստելն արդեն տարբերություն չէր առաջացնի։ Այո, պարոն։ Կներեք աուդիոյի համար։ Դա սարսափելի սխալ էր։ Պատասխանը եկավ մի քանի վայրկյանում։ Մի ներողություն խնդրեք։ Ոչ ոք չպետք է Սուրբ Ծնունդը մենակ անցկացնի։ Ուղարկեք ինձ ձեր հասցեն։ Ես գալիս եմ ձեզ տանելու։ Լետիցիային պետք էր 3 անգամ կարդալ հաղորդագրությունը, մինչ հավատար այն, ինչ տեսնում էր։ Գաբրիել Ալեքսանյանը, այն մարդը, ով հազիվ էր նայում աշխատակիցներին միջանցքներում, ով փաստաթղթեր էր ստորագրում առանց աչքերը բարձրացնելու, ով հայտնի էր մարդկանց առանց թարթելու աշխատանքից ազատելով, առաջարկում էր նրան տանել։ Այդ գիշեր Սուրբ Ծննդին նա ուզում էր մերժել։ Ուզում էր ասել, որ ամեն ինչ լավ է, որ ինքը կարիք չունի բարեգործության, որ դա պարզապես թուլության պահ էր։ Բայց նրա հաղորդագրության մեջ ինչ-որ բան, բառերի ընտրության ձ, ստիպեց նրա մի մասին հավատալ, որ գուցե, պարզապես գուցե, դա խղճահարության մասին չէր։ Գուցե դա ավելի խորը բանի մասին էր։ Ինչ-որ բան, որը նա դեռ չէր կարողանում հասկանալ։ Դեռս դողացող մատներով Լետիցիան մուտքագրեց հասցեն ուղարկեց։ Հետո վազեց լոգարան, լվաց դեմքը, փորձեց թաքցնել այտուցված աչքերը, փոխեց հագուստը։ Չգիտեր, թե ինչ սպասել, բայց ինչ-որ կերպ զգում էր, որ իր կյանքը պատրաստվում էր փոխվել այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ 40 րոպե անց մի ՍՊՄ կայանեց այն համեստ շենքի դիմաց, որտեղ ապրում էր Լետիցիան։ Նա վազելով իջավ աստիճաններով, սիրտը անհավասար բաբախում էր կրծքին։ Երբ բացեց մեքենայի դուռը, նրա աչքերը առաջին անգամ հանդիպեցին Գաբրիելի աչքերին աշխատանքային միջավայրից դուրս։ Նա տարբեր էր։ Առանց անթերի կոստյումի, հագնված պատահականորեն, պոլո վերնաշապիկով, ջինսե տաբատով։ Դեմքը դեռ կրում էր բնորոշ լրջությունը, բայց նրա աչքերում կար մի բան, որը Լետիցիան երբեք չէր տեսել նախկինում։ Հոգնածություն։ Մենություն։ Գուցե նույնիսկ մի փոքր ցավ։ Շնորհակալ եմ, որ եկաք, պարոն Ալեքսանյան, սկսեց նա, ձայնը դեռս վարանոտ։ Գաբրիել, ուղեց նա։ Երբ մեքենան շարժվեց։ Այսօր ես ձեր շեֆը չեմ։ Այսօր մենք պարզապես երկու մարդ ենք, ովքեր չպետք է մենակ լինեն Սուրբ Ծննդին։ Ճանապարհը կատարվեց լռության մեջ։ Ոչ թե անհարմար լռություն, այլ այն լռություններից մեկը, որոնք գոյություն ունեն մարդկանց մեջ, ովքեր մարսում են չափազանց բարդ զգացմունքներ, բառերով արտահայտվելու համար։ Լետիցիան նայում էր պատուհանից, տեսնելով անցնող քաղաքը, Սուրբ Ծննդյան լույսերը շենքերի ճակատներին, ընտանիքներին մայթերին։ Գաբրիելը աչքերը հառել էր ճանապարհին, բայց երբեմն արագ հայացքներ էր գցում նրա վրա, կարծես փորձում էր հասկանալ, թե ով էր իրականում այն կինը, ով աշխատում էր իր ընկերության 12-րդ հարկում։ Առանձնատունը գտնվում էր Դավթաշենի փակ թաղամասում, Երանի ամենաազնվական թաղամասերից մեկում։ Երբ դարպասը բացվեց, մեքենան ներս մտավ, Լետիցիան զգաց, կարծես մտնում էր մեկ այլ աշխարհ։ Հսկայական այգիներ, կատարյալ լուսավորություն, մի տուն, որն ավելի շատ ժամանակակից պալատ էր հիշեցնում, ուղիղ գծերով, հատակից առաստաղ ապակյա պատուհաններով։ Դա տպավորիչ էր։ Եվ միաժամանակ տխուր։ Որովհետև չնայած այդ ամբողջ մեծությանը, այդ վայրում կար դատարկություն։ Հսկայական է, մեկնաբանեց Լետիցիան, գրեթե անկամ։ Եվ ցուրտ, պատասխանեց Գաբրիելը մի տոնով, որն ավելին էր պարունակում, քան պարզապես ջերմաստիճանին հղումը։ Արի, պետք է քեզ ինչ-որ մեկին ներկայացնեմ։ Նրանք մտան գլխավոր դռնով, Լետիցիային դիմավորեց մինիմալիստական, էլեգանտ, բայց անկենդան դեկորացիա։ Ամեն ինչ չափազանց կատարյալ էր։ Չկային ցրված խաղալիքներ, չկային լուսանկարներ պատերին, չկար ոչինչ, ինչը կցույց տար, որ այնտեղ իսկապես մարդ էր ապրում։ Գաբրիելը նրան առաջնորդեց դեպի հյուրասենյակ, որտեղ մի անվիճելի Սուրբ Ծննդյան տոնածառ զբաղեցնում էր մի անկյուն, ներքում խնամքով դասավորված նվերներով։ Եվ բազմոցին, վարդագույն ծածկոցի մեջ փաթաթված, քնած էր մի փոքրիկ աղջիկ։ 3 տարեկանից ավել չէր լինի։ Հրեշտակային դեմքը, շիկահեր գանգուրները ցրված բարձի վրա, խաղաղության արտահայտություն, որը հակադրվում էր այդ տան ամբողջ դատարկությանը։
Սոֆի, շնջաց Գաբրիելը, կարծես դստեր անունը արտասանելով արդեն սեր ու տխրություն էր բերում։ Նա միակ լավ բանն է, որ մնացել է իմ ամուսնությունից։ Լետիցիան նայեց նրան, առաջին անգամ տեսավ ինչ-որ բան, անողոք գործադիրից բացի։ Տեսավ հորը։ Մի մարդու, ով կրում էր ցավեր, որոնք նա ոչ ոքի հետ չէր կիսում։ Մի մարդու, ով ինչպես ինքը, փորձում էր գոյատել կյանքի քաոսի մեջ։ Նա գեղեցիկ է, շշնջաց Լետիցիան, անկեղծ ժպիտով։ Գաբրիելը գլխով արեց, իսկ հետո երկուսն էլ շարժվեցին դեպի խոհանոց, որտեղ արդեն սեղան էր բացված։ Դա շքեղ ընթրիք չէր, բայց բավականաչափ ուտելիք կար երկուսի համար, պատրաստված իր կողմից, ինչպես բացատրեց։ Լետիցիան զարմացավ իմանալով, որ նա խոհարարություն է անում, որ նա ինքն էր պատրաստում իր կերակուրները, որ նա փորձում էր ներկա լինել դստեր կյանքում, նույնիսկ լիքը գրաֆիկով ընկերություն ղեկավարելու պատասխանատվությամբ։ Երբ նրանք ուտում էին, Գաբրիելը սկսեց խոսել։ Ոչ բիզնեսի մասին, ոչ աշխատանքի մասին, այլ կյանքի մասին։ Այն մասին, թե ինչպես է շուտ ամուսնացել սխալ կնոջ հետ, պարզապես այն պատճառով, որ դա իրենից սպասվում էր։ Այն մասին, թե ինչպես կինը երբեք չէր ցանկացել մայր դառնալ, բայց այնուամենայնիվ հղիացավ, Սոֆիի առաջին տարիներն անցկացրեց ծածնելով, թե ամեն ինչ լավ է, մինչ մի օր պարզապես հավաքեց իրերը հեռացավ։ Մեկնեց Եվրոպա, ազատություն փնտրելու, որը նա երբեք չէր ունեցել, թողնելով հետում մի դուստր, ում հազիվ էր ճանաչում, մի ջարդված ամուսին։ Լետիցիան լսում էր ամեն ինչ լռության մեջ, զգալով նրա խոսքերի ծանրությունը։ Նա հասկացավ, որ Գաբրիելը այն սառնասիրտ մարդը չէր, ում բոլորը կարծում էին։ Նա պարզապես մեկն էր, ով սովորել էր ցավը թաքցնել պրոֆեսիոնալիզմի դիմակի հետում։ Մեկը, ով փակվել էր աշխարհի համար, քանի որ աշխարհն արդեն չափազանց շատ էր վիրավորել նրան։ Իսկ ձեր հայրը, հարցրեց Լետիցիան, հիշելով, որ գրասենյակում լսել էր մեկնաբանություններ Ալեքսանյան ընտանիքի պատրիարքի մասին։ Գաբրիելը խորը հոգոց հանեց, առաջին անգամ այդ գիշեր, զայրույթի մի փայլատակում անցավ նրա դեմքով։ Հայրս մի մարդ է, ով կարծում է, որ իշխանությունն ու վերահսկողությունը միակ բաներն են, որոնք կարող են։ Նա ինձ մեծացրել է, որպեսզի լինեմ իր շարունակությունը, որպեսզի հավերժացնեմ իր կառուցած կայսրությունը։ Երբեք չի հարցրել, թե ինչ եմ ուզում։ Երբեք չի մտածել, թե ինչ եմ զգում։ Երբ իմ ամուսնությունն ավարտվեց, առաջին բանը, որ նա ասաց, այն էր, որ պետք է արագ այլ կին գտնեմ, որպեսզի չարատավորեմ ընտանիքի պատկերը։ Կարծես ես թերի ապրանք լինեի, որը շտապ վերանորոգման կարիք ուներ։ Լետիցիան զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Հանկարծ նա հասկացավ շատ բաներ։ Հասկացավ, թե ինչու էր Գաբրիելը հեռու աշխատանքում։ Ինչու էր խուսափում կապեր ստեղծելուց։ Ինչու կար այդ խորը տխրությունը նրա աչքերում։ Բայց դու ունես Սոֆիին, մեղմորեն ասաց Լետիցիան։ Եվ նա քո կարիքն ունի։ Ես գիտեմ, պատասխանեց Գաբրիելը, առաջին անգամ այդ գիշեր, անկեղծ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Նա է պատճառը, որ ես ամեն օր արթնանում եմ։ Պատճառը, որ դեռ հավատում եմ, որ արժե փորձել։ Նրանք շարունակեցին զրուցել մինչ ուշ, իրենց կյանքի, երազանքների, վախերի մասին։ Լետիցիան պատմեց Սյունիքում գտնվող իր ընտանիքի մասին, այն մասին, թե որքան դժվար էր հեռու լինելը, այն մասին, թե ինչպես երբեմն հարցնում էր իրեն, արդյոք ճիշտ ընտրություն էր կատարել, գալով Երան։ Գաբրիելը ուշադիր լսում էր, հարցեր էր տալիս, ցուցաբերում էր անկեղծ հետաքրքրություն, որը նա երբեք չէր պատկերացրել, որ նա կարող էր ունենալ։ Երբ գիշերն արդեն ավարտվում էր, Լետիցիան պետք է տուն վերադառնար, Գաբրիելը պնդեց, որ ինքը տանի նրան։ Վերադարձի ճանապարհին նա անսպասելի առաջարկ արեց։ Կցանկանաք վաղը նորից գալ այստեղ։ Սոֆին շուտ է արթնանում, սիրում է, երբ ինչ-որ մեկը լինում է նրա հետ խաղալու։ Ես գիտեմ, որ տարօրինակ է, բայց զգում եմ, որ դուք հասկանում եք։ Եվ լավ կլիներ, որ մեկը լիներ մոտակայքում, ով ինձ չի դատում։ Լետիցիան նայեց նրան, այդ հզոր մարդուն, ով հանկարծ այնքան խոցելի էր թվում, զգաց, թե ինչ-որ բան շարժվում է իր կրծքի մեջ։ Դա խղճահարություն չէր։ Դա հիացմունք չէր։ Դա ինչ-որ այլ բան էր։ Ինչ-որ բան, որը նա դեռ չէր կարողանում անվանել, բայց գիտեր, որ ամեն ինչ կփոխեր։ Ես կսիրեի, պատասխանեց նա, հոգու խորքից բխող ժպիտով։ Եվ այսպես, այն, ինչ սկսվեց որպես սխալ, որպես հուսահատության պահին սխալ մարդուն ուղարկված աուդիո, վերածվեց մի բանի սկզբի, որը ոչ ոք չէր սպասում։ Մի բան, որը կմարտահրավեր նետեր բոլոր կանոններին։
Մի բան, որը կփորձարկեր բոլոր սահմանները։ Մի բան, որը կապացուցեր, որ երբեմն լավագույն պատմությունները ծնվում են ամենաանհավանական սխալներից։ Հաջորդ օրերին Լետիցիան սկսեց պարբերաբար այցելել առանձնատուն։ Սկզբում, որպես Գաբրիելին Սոֆիի հետ օգնելու համար։ Աղջիկը նրան ընդունեց բաց ձեռքերով, կարծես ճանաչելով նրա մեջ մի լույս, որը պակասում էր այդ տանը։ Նրանք խաղում էին այգում, նկարում էին նկարներ, պատմություններ էին կարդում։ Քնելուց առաջ։ Եվ աստիճանաբար Գաբրիելը սկսեց մաս կազմել այդ պահերին։ Ավելի շուտ էր թողնում աշխատանքը, մասնակցում էր խաղերին, երկար ժամանակ հետո առաջին անգամ իսկապես ծիծաղում էր։ Բայց ամեն ինչ, ինչ ծնվում է, չի ընդունվում աշխարհի կողմից։ Եվ այն, ինչ Լետիցիան ու Գաբրիելը դեռ չգիտեին, այն է, որ ուշադիր աչքեր էին հետում յուրաքանչյուր շարժման, որ ստվերներում ծրագրեր էին մշակվում, որ հզոր ուժերը չէին ընդունի այդ մերձեցումը։ Ընկերության ներսում Էդուարդ Թադոսյանը, Ալեքսանյան իմպորտսի ամենահավակնոտ գործադիրներից մեկը, նկատեց Գաբրիելի փոփոխությունը։ Նա միշտ ուներ իր համար ծրագրեր, որոնք ներառում էին ընկերության ամենահզոր մարդու կողքին լինելը, հիմա տեսնում էր, որ այդ ծրագրերին սպառնում է մի պարզ վարչական օգնական։ Էդուարդան այն կանանցից էր, ովքեր չէին ընդունում պարտություն։ Եվ նա կաներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի Լետիցիա Սարգսյանը դուրս գար ճանապարհից։ Միաժամանակ Անտոն Ալեքսանյանը, ընտանիքի պատրիարքը, հեռվից էր հետում։ Նա լրտեսներ ուներ ամենուր։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր կատարվում իր որդու այդ աշխատակցուհու մեջ։ Եվ դա չէր կարող շարունակվել։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ նա ուներ այն կանխելու իշխանություն։ Երկուսը հանդիպեցին մասնավոր ընթրիքի ժամանակ, որտեղ կնքեցին մի դաշինք, որը կփոխեր ամեն ինչի ընթացքը։ Մի դաշինք, հիմնված մանիպուլյացիայի ստերի այնքան դաժան, որքան արդյունավետ ծրագրի վրա։ Բայց այդ պահին, երբ Լետիցիան Սոֆիին քնեցնում էր, իսկ Գաբրիելը դիտում էր նրան սենյակի դռնից, մի հայացքով, որն այլս չէր կարող թաքցնել, ոչ ոք չէր պատկերացնում այն փոթորիկը, որը պատրաստվում էր թափվել իրենց կյանքի վրա։ Սերը նոր էր սկսում ծաղկել։ Բայց դրա համար վճարվելի գինը չափազանց բարձր կլիներ։ Եվ օդում մնացող հարցը պարզ էր, արդյոք այն, ինչ նրանք կառուցում էին, բավականաչափ ուժեղ կլիներ դիմակայելու այն ամենին, ինչ սպասվում էր։ Ասացեք ինձ, ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչ եք կարծում, ինչպես կավարտվի այն։ Սուրբ Ծննդյան այդ գիշերից հետո հաջորդող ամիսները Լետիցիայի կյանքում ամենաինտենսիվ հակասական ամիսներն էին։ Ցերեկը նա շարունակում էր մնալ զուսպ վարչական օգնականը, ով շուտ էր գալիս, արդյունավետորեն կատարում էր իր պարտականությունները հեռանում, առանց ուշադրություն գրավելու։ Բայց երեկոյան հանգստյան օրերին նա դառնում էր Գաբրիելի Սոֆիի կյանքի էական մասը։ Նրանց մեջ հաստատվեց մի լուր առօրյա, որքան բնական, այնքան էլ վտանգավոր։ Դավթաշենի առանձնատուն այցելությունները դարձան հաճախակի։ Լետիցիան օգնում էր Գաբրիելին փոքրիկ Սոֆիի հետ, ով ամեն օր ավելի ու ավելի էր կապվում այդ քնքուշ կանացի ներկայությանը, որը լրացնում էր բացակա մոր թողած դատարկությունը։ Աղջիկը Լետիցիային անվանում էր Լե, այդ քնքուշ մականունն արտասանվում էր այնքան ուրախությամբ, որ հալեցնում էր ցանկացած սիրտ։ Նրանք խաղում էին հսկայական այգում, թխում էին տորթեր գուրման խոհանոցում, մուլտֆիլմեր էին դիտում բազմոցին փաթաթված։ Եվ Գաբրիելը դիտում էր ամեն ինչ երախտագիտության ավելի խորը զգացմունքի խառնուրդով, որը նա դեռ չէր համարձակվում անվանել։ Գաբրիելի Լետիցիայի զրույցները դարձան ավելի երկար, ավելի մտերիմ։ Երբ Սոֆին քնում էր, նրանք մնում էին պատշգամբում, գինի խմելով, կյանքի մասին խոսելով։ Գաբրիելը պատմում էր ընտանեկան ընկերություն ղեկավարելու դժվարությունների մասին, հոր մշտական ճնշման մասին, այն մասին, թե ինչպես երբեմն զգում էր, որ իր կյանքի տերը չէ։ Լետիցիան իր հերթին կիսվում էր իր երազանքներով մի օր վերադառնալ Սյունիք սեփական փոքր բիզնես բացել, ինչ-որ բան, որը միայն իրենը կլիներ, որտեղ նա ազատ կլիներ։ Բայց օդում կար ինչ-որ բան, մի լարվածություն, որն աճում էր ամեն հայացքների հանդիպման, ձեռքերի ամեն պատահական դիպչելու, ամեն լռության հետ, որն ավելին էր ասում, քան 1000 բառ։ Երկուսն էլ զգում էին։ Երկուսն էլ գիտեին։ Բայց ոչ ոք չէր համարձակվում առաջին քայլն անել, գիտակցելով, որ այդ գիծը հատելը հավերժ կփոխեր ամեն ինչ։ Դա մարտի մի գիշեր էր, երբ դրսում ուժեղ անձր էր գալիս, Սոֆին հանգիստ քնած էր իր սենյակում, երբ պատնեշները վերջապես փլուզվեցին։ Գաբրիելն ու Լետիցիան հյուրասենյակում էին, բազմոցին նստած, խոսում էին մի գրքի մասին, որը երկուսն էլ կարդացել էին։
Քննարկումը աշխույժ էր, գրքոտ մի պահ, երբ Լետիցիան ժեստերով փորձում էր բացատրել իր տեսակետը, Գաբրիելը բռնեց նրա ձեռքը։ Շարժումը մեղմ էր, բայց լի էր մտադրությամբ։ Նրանք նայեցին իրար։ Եվ այդ հայացքում ամեն ինչ կար։ Վախ, ցանկություն, հույս, վստահություն։ Գաբրիելը դանդաղ մոտեցավ, ժամանակ տալով նրան նահանջելու, եթե ցանկանար։ Բայց Լետիցիան չնահանջեց։ Ընդհակառակը, նա փակեց աչքերը, թույլ տվեց, որ այդ պահը վերջապես տեղի ունենա։ Համբույրն անխուսափելի էր։ Քաղցր, ինտենսիվ, լի բոլոր այն զգացմունքներով, որոնք պահվել էին ամիսներ շարունակ։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Գաբրիելը բռնեց Լետիցիայի դեմքը ձեռքերի մեջ, մուգ աչքերը հառած նրա աչքերին։ Ես չպետք է անեի սա, մրմնջաց նա, ձայնը խռպոտ։ Դու ինձ համար ես աշխատում։ Սա ամեն ինչ բարդացնում է։ Ես գիտեմ, պատասխանեց Լետիցիան, ձայնը դողացող, բայց ամուր։ Բայց ինձ համար կարևոր չէ։ Ես այլս չեմ կարող ծածնել, թե չեմ զգում այն, ինչ զգում եմ։ Ես էլ, խոստովանեց Գաբրիելը, նորից համբուրեց նրան, ավելի շտապ, ավելի վստահ։ Այդ գիշեր նրանց միջ անդառնալիորեն ինչ-որ բան փոխվեց։ Դա պարզապես թուլության պահ կամ անցողիկ գիրք չէր։ Դա այն գիտակցումն էր, որ չնայած բոլոր անհնարինություններին, չնայած բոլոր խոչընդոտներին, այնտեղ կար մի իրական զգացմունք։ Մի բան, որի համար արժեր պայքարել։ Հաջորդ օրերին նրանք փորձեցին զուսպ մնալ աշխատանքային միջավայրում։ Լետիցիան շարունակում էր մնալ 12-րդ հարկում, Գաբրիելը 20-րդ։ Երբեմն հանդիպում էին վերելակներում, արագ հայացքներ էին փոխանակում, որոնք ամեն ինչ ասում էին, առանց որևէ բան ասելու։ Բայց ընկերությունից դուրս, նրանք պարզապես երկու մարդ էին, ովքեր փորձում էին կառուցել ինչ-որ անկեղծ բան Երանի քաղաքային քաոսի մեջ։ Սակայն ամեն ինչ, ինչ թաքնված է, հավերժ թաքնված չի մնում։ Էդուարդ Թադոսյանը միշտ եղել է ուշադիր կին։ Դիտորդ, ռազմավարական։ Նա պատահական չհասավ օպերացիոն տնօրենի պաշտոնին 32 տարեկանում։ Նա գիտեր մարդկանց կարդալ, շարժումներ կանխատեսել, սպառնալիքներ բացահայտել։ Եվ Լետիցիա Սարգսյանը նրա աչքերում դարձել էր իր ծրագրերի ամենամեծ սպառնալիքը։ Էդուարդան միշտ երազել էր լինել Գաբրիել Ալեքսանյանի կողքին։ Ոչ միայն որպես բիզնես գործընկեր, այլ որպես կին։ Այն կինը, ով կօգներ ղեկավարել կայսրությունը։ Նա դրա վրա աշխատում էր տարիներ շարունակ, նուրբ, բայց հետողականորեն։ Առաջարկում էր աշխատել կարևոր նախագծերի վրա, մնում էր ուշ գրասենյակում, երբ գիտեր, որ Գաբրիելը նույնպես այնտեղ կլինի, կազմակերպում էր բիզնես ընթրիքներ, որտեղ միշտ միջոց էր գտնում նրա կողքին նստելու։ Բայց Գաբրիելը միշտ եղել է քաղաքավարի, պրոֆեսիոնալ, հեռու։ Երբեք հետաքրքրություն չի ցուցաբերել։ Մինչ Էդուարդան սկսեց նկատել փոփոխություններ։ Գաբրիելը ավելի շատ էր ժպտում։ Ավելի շուտ էր թողնում գրասենյակը։ Եվ հատկապես, այդ աննշան վարչական օգնականը սկսում էր հայտնվել այնտեղ, որտեղ չպետք է։ Սկզբում քարտուղարուհու մեկնաբանությունն էր, որ տեսել էր Գաբրիելին Լետիցիային սուրճի խոհանոցում սովորականից ավելի երկար զրուցելիս։ Հետո հենց Էդուարդան էր, ով նրանց տեսավ շենքից միասին դուրս գալիս, ուշ գիշերով, երբ կարծում էին, թե ոչ ոք չկա։ Էդուարդան սկսեց հետաքննել։ Իհարկե, զուսպ։ Նա պարզեց, որ Լետիցիան մենակ է ապրում, որ եկել է գյուղից, որ Երանում շատ կապեր չուներ։ Կատարյալ։ Որքան խոցելի է թիրախը, այնքան հեշտ է ոչնչացումը։ Բայց Էդուարդան գիտեր, որ չէր կարող դա անել միայնակ։ Նրան պետք էր հզոր դաշնակից։ Եվ նա հստակ գիտեր, թե ում փնտրել։ Անտոն Ալեքսանյանը 72 տարեկան մարդ էր, բայց տասնամյակներով ավելի երիտասարդի էներգիայով վճռականությամբ։ Նա Ալեքսանյան Իմպորտսը կառուցել էր զրոյից, գործվածքների ներմուծման փոքր բիզնեսը վերածելով բազմամիլիոնանոց կայսրության։ Նրա իշխանությունը չէր սահմանափակվում ընկերությամբ։ Նա ուներ քաղաքական, սոցիալական, տնտեսական ազդեցություն։ Նրան հարգում էին վախենում հավասարապես։ Բայց կար մի բան, որ Անտոնը չէր կարողանում վերահսկել՝ իր սեփական որդուն։ Գաբրիելը միշտ տարբեր էր եղել։ Զգայուն, հարցասեր, իր ձով ապստամբ։ Բավական չէր պարզապես հետել հրամաններին, նրան պետք էր հասկանալ ամեն ինչի պատճառը։
Եվ երբ Իզաբելի հետ ամուսնությունն ավարտվեց, Անտոնը այնտեղ տեսավ վերահսկողությունը վերականգնելու կատարյալ հնարավորություն։ Նա պլանավորում էր նորից ամուսնացնել Գաբրիելին իր սոցիալական շրջանակի մեկի հետ, մեկի, ով կհասկանար խաղի կանոնները, մեկի, ով էլ ավելի կամրապնդեր Ալեքսանյանի կայսրությունը։ Երբ Էդուարդան նրանից մասնավոր հանդիպում խնդրեց, Անտոնն արդեն գիտեր, թե ինչ էր գալու։ Նա նույնպես ուներ իր տեղեկատուները։ Նա գիտեր Գաբրիելի այդ աշխատակցուհու մերձեցման մասին։ Եվ արդեն ծրագրեր էր մշակում դրան վերջ դնելու համար։ Հանդիպումը տեղի ունեցավ Արաբկիրի շրջանի զուսպ ռեստորանում, հեռու հետաքրքրասեր հայացքներից։ Էդուարդան կրում էր անթերի կոստյում, մազերը հավաքված էլեգանտ հանգույցով, կեցվածքը ուղիղ վստահ։ Անտոնը մուգ կոստյումով մետաքսե փողկապով, իշխանություն էր արտահայտում նույնիսկ ոչ ֆորմալ միջավայրում։ «Պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար», սկսեց Էդուարդան նախնական ողջույններից հետո։ «Էդուարդա, դուք իմ ընկերության ամենաիրավասու մասնագետներից մեկն եք։ Ես գիտեմ արժեքը ճանաչել։ Այսպիսով, ասացեք ինձ, ի՞նչն է այնքան կարևոր, որ չէր կարող քննարկվել գրասենյակում»։ Էդուարդան խորը շունչ քաշեց։ Նա գիտեր, որ պատրաստվում էր գիծ հատել, բայց այլս հետդարձ չկար։ Խոսքը Գաբրիելի մասին է։ Եվ մի իրավիճակի մասին, որը կարող է վնասել թե նրա անձնական կյանքին, թե ընկերության իմիջին։ Անտոնի աչքերը մի փոքր նեղացան։ Շարունակեք։ Կա մի աշխատակցուհի, Լետիցիա Սարգսյան, վարչական օգնական։ Նա Գաբրիելը շփվում են։ Դա պարզապես մասնագիտական չէ։ Դա անձնական է։ Մտերիմ։ Անտոնը զարմանք չցուցաբերեց։ Պարզապես դանդաղ գլխով արեց։ Ես գիտեմ։ Հետել եմ։ Ուրեմն դուք հասկանում եք խնդիրը։ Գաբրիելը Ալեքսանյան իմպորտցի դեմքն է։ Նրա հարաբերությունները պարզ աշխատակցուհու հետ, մեկի, ով չունի սոցիալական դիրք, ազդեցիկ ընտանիք, ռիսկ է։ Նրա հեղինակության համար, ընկերության համար, այն ամենի համար, ինչ դուք կառուցել եք։ Անտոնը մի կում խմեց իր պատվիրած վիսկիից, մտածկոտ։ Եվ դուք սա ինձ պատմում եք ընկերության հանդեպ մտահոգությունից, թե անձնական շահերից ելնելով։ Էդուարդան չվարանեց։ Երկուսից էլ։ Ես չեմ ձացնի, թե հետաքրքրություն չունեմ Գաբրիելի հանդեպ։ Կարծում եմ, որ ես նրա համար հարմար գործընկեր կլինեի թե բիզնեսում, թե կյանքում։ Բայց բացի այդ, ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ աղջիկը վատ ազդեցություն ունի։ Գաբրիելը փոխվել է։ Ավելի հեռու է կարևոր որոշումներից։ Ավելի ապստամբ է ձեր ցուցումների դեմ։ Ապստամբը քիչ է ասված, մրմնջաց Անտոնը։ Որդիս միշտ համառ է եղել։ Բայց դուք ճիշտ եք։ Սա պետք է ավարտվի։ Եվ պետք է ավարտվի այնպես, որ նա չկարողանա ոչ ոքի մեղադրել, բացի նրանից։ Հենց դա էի մտածում, համաձայնեց Էդուարդան, մի փոքր առաջ թեքվելով։ Ես առաջարկ ունեմ։ Մի բան, որը վերջնականապես կհեռացներ այդ կնոջը Գաբրիելից, առանց նրա առարկելու։ Լսում եմ։ Եվ այնտեղ, այդ էլեգանտ ռեստորանում, մինչ դրսում քաղաքը շարունակում էր իր խելահեղ առօրյան, Լետիցիայի երբեք չճանաչած ամենահավակնոտ անբարեխիղճ երկու մարդիկ սկսեցին դավել նրա կործանումը։ Ծրագիրը պարզ էր իր դաժանությամբ բարդ, իր իրականացմամբ։ Նրանք կկեղծեին ապացույցներ, որ Լետիցիան գումար էր շեղում ընկերությունից։ Ոչ թե փոքր գումարներ, որոնք կարող էին համարվել հաշվապահական սխալներ, այլ զգալի գումար, որը հանցագործություն կհամարվեր։ Էդուարդան, ընկերության համակարգերին իր արտոնյալ մուտքով, կարող էր ստեղծել կեղծ շարժեր։ Եվ Անտոնը, իր կապերով, կապահովեր, որ ապացույցներն անհերքելի թվան։ Բայց կար մի մանրուք, որն ամեն ինչ ավելի կատարյալ կդարձներ։ Զուսպ հետաքննությունը բացահայտեց, որ Լետիցիայի ընտանիքը Սյունիքի մարզում հին պարտքեր ուներ, կապված տարիներ առաջ վատ լուծված վարկի հետ։ Չափազանց փոքր խնդիր լինելու համար, բայց բավականաչափ մեծ հանցագործության համար հավանական դրդապատճառ ծառայելու համար։ Ի վերջո մի աղքատ աղջիկ, պարտքերով ընտանիքով, այդքան գումարի մոտ աշխատելիս կլիներ կատարյալ կասկածյալ։ Նրանք սկսեցին նախապատրաստել հողը։ Էդուարդան սկսեց դիտարկել Լետիցիայի սովորույթները, նրա ժամանակացույցը, երբ էր օգտագործում համակարգիչը, երբ էր բացակայում սեղանից։ Ամեն ինչ գրառվեց, ուսումնասիրվեց, պլանավորվեց։
Մինչդեռ լիովին անտեղյակ մոտեցող փոթորկից Գաբրիելն ու Լետիցիան ապրում էին իրենց կյանքի թերս ամենաերջանիկ օրերը։ Գաբրիելը Լետիցիային ներկայացրեց իր մորը, Հելենին, մի էլեգանտ զգայուն կնոջ, ով գրեթե ճգնավոր կյանք էր վարում այն պահից, երբ Անտոնի հետ ամուսնությունը տասնամյակներ առաջ սառել էր։ Հելենը անմիջապես հիացավ Լետիցիայով։ Նա նրա մեջ տեսավ մի բան, որը երկար ժամանակ չէր տեսել իր որդու մեջ, անկեղծ ուրախություն։ Եվ ավելին, նա տեսավ, որ Լետիցիան սիրում էր Գաբրիելին ոչ թե նրա փողի կամ կարգավիճակի համար, այլ այն բանի համար, թե ով էր նա իրականում։ Նա առանձնահատուկ է, Գաբրիել, ասաց Հելենը որդուն մասնավոր զրույցում։ Մի թույլ տուր հորդ ոչնչացնել դա։ Նա արդեն քո կյանքում շատ լավ բաներ է ոչնչացրել։ Չեմ թողնի, մամ, խոստացավ Գաբրիելը, բռնելով նրա ձեռքը։ Տարիներ շարունակ առաջին անգամ ես ինձ կենդանի եմ զգում։ Լեն ինձ հիշեցնում է, թե ով էի մինչ այդ ամենը։ Մինչ ճնշումները, սպասումները, անհաջողությունները։ Նրա հետ ես կարող եմ պարզապես ինքս լինել։ Ուրեմն պայքարիր նրա համար, խորհուրդ տվեց Հելենը, աչքերը լցված։ Պայքարիր, ինչպես ես չունեցա համարձակություն պայքարելու։ Բայց աշխարհի ամբողջ կամքը չէր կարող նրանց պատրաստել այն ամենին, ինչ սպասվում էր։ Դա ապրիլի մի ուրբաթ էր, երբ ծրագիրն իրականացվեց։ Լետիցիան իր սեղանի մոտ էր, ավարտելով որոշ հաշվետվություններ, երբ նրան պետք եղավ զուգարան գնալ։ Նա համակարգիչը միացված թողեց ոչ ավելի, քան 5 րոպե։ Դա բավական էր։ Էդուարդան, ով շաբաթներ շարունակ սպասել էր այդ պահին, գործեց վիրաբուժական ճշգրտությամբ։ Մտավ սենյակ, ստուգեց, որ ոչ ոք մոտակայքում չկա, յոսպ կրիչ մտցրեց Լետիցիայի համակարգչի մեջ։ 2 րոպեից պակաս ժամանակում ֆայլեր փոխանցվեցին, մուտքեր ստեղծվեցին, այն, ինչ թվում էր կասկածելի բանկային գործարքների շարք, գրանցվեց այդ կոնկրետ համակարգչի պատմության մեջ։ Երբ Լետիցիան վերադարձավ, ոչինչ տարբեր չէր թվում։ Նա ավարտեց իր աշխատանքը, գնաց տուն, անգամ չկասկածելով, որ իր կյանքը հենց նոր ամբողջությամբ շրջվել էր։ Նույն հանգստյան օրերին Գաբրիելն ու Լետիցիան մեկնեցին Սանի ափի մի փոքրիկ հյուրատուն։ Դա առաջին անգամն էր, որ նրանք մենակ էին, հեռու ամեն ինչից, բոլորից։ Ձեռք ձեռքի տված զբոսնում էին լողափում, ընթրում էին պարզ, բայց հմայիչ ռեստորաններում, գիշերը, սենյակի պատշգամբում, ալիքների ձայնը լսելիս, Գաբրիելը մի բան արեց, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Նա բռնեց Լետիցիայի ձեռքը, նայեց նրա աչքերին այնպիսի ինտենսիվությամբ, որ նա շնչահեղձ եղավ։ Լե, ես գիտեմ, որ այս ամենը բարդ է։ Գիտեմ, որ սկսվեց անսովոր ձով, որ կան խոչընդոտներ, որ աշխարհը կարող է չհասկանալ։ Բայց ես ուզում եմ, որ դու մի բան իմանաս։ Ես սիրում եմ քեզ։ Իրականում։ Եվ ուզում եմ ապագա կառուցել քեզ հետ։ Լետիցիան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Երջանկության, անհավատության, վախի արցունքներ, այն մասին, թե որքան էին նշանակում այդ բառերը։ Ես էլ եմ քեզ սիրում, պատասխանեց նա, ձայնը խեղդված։ Ավելի շատ, քան պատկերացնում էի, որ հնարավոր է սիրել մեկին։ Նրանք համբուրվեցին աստղազարդ երկնքի տակ, չիմանալով, որ դա իրենց խաղաղության վերջին պահերից մեկը կլիներ երկար, շատ երկար ժամանակ։ Հաջորդ երկուշաբթի, երբ Գաբրիելը հասավ գրասենյակ, նրան դիմավորեցին Անտոնը, իրավաբանական բաժնի 2 անդամ։ Հոր դեմքի արտահայտությունը լրջություն էր արտահայտում, որը նա լավ էր ճանաչում։ Ինչ-որ շատ լուրջ բան էր պատահել։ Պետք է խոսենք։ Հենց հիմա, ասաց Անտոնը, առանց շրջանցելու։ Հանդիպումների սենյակում Գաբրիելին տեղեկացրին միջոցների ենթադրյալ շեղման մասին։ Ներկայացրին հաշվետվություններ, բանկային քաղվածքներ, մուտքի գրանցումներ։ Ամեն ինչ մատնանշում էր Լետիցիա Սարգսյանին։ Բոլոր գործարքները կատարվել էին նրա համակարգչից։ Շեղված գումարները ճշգրտորեն համապատասխանում էին այն կարիքներին, որոնք նրա ընտանիքը կունենար հին պարտքերը մարելու համար։ Գաբրիելը զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Հնարավոր չէր։ Չէր կարող ճիշտ լինել։ Լեն երբեք նման բան չէր անի։ Սա սխալ է, ասաց նա, ձայնը ամուր, բայց ցնցված։ Սխալ պետք է լինի։ Լեն երբեք դա չէր անի։ Գաբրիել, ասաց Անտոնը, հորական մտահոգություն ծածնող տոնով, գիտեմ, որ դժվար է ընդունել։ Հատկապես հաշվի առնելով, որ դուք այդ աղջիկը անտեղի մտերմություն եք զարգացրել։ Բայց ապացույցները հստակ են։ Եվ դուք գիտեք, որ մենք չենք կարող պարզապես անտեսել։ Դա հանցագործություն է։
Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցներ։ Ոչ, Գաբրիելը կտրուկ վեր կացավ։ Ես դրան չեմ հավատա, առանց նրա հետ խոսելու։ Առանց նրան բացատրվելու հնարավորություն տալու։ Նրան արդեն կանչում են հարցաքննության, Էդուարդան, ով մինչ այդ լուռ էր մնացել սենյակի անկյունում, վերջապես խոսեց։ Իրավաբանական բաժինը այսօրվա ընթացքում դիմելու է իշխանություններին, եթե ներքին լուծում չլինի։ Գաբրիելը նայեց Էդուարդային, առաջին անգամ նկատեց ինչ-որ բան նրա աչքերում։ Բավարարություն։ Հաղթանակ։ Եվ այդ պահին մի սարսափելի կասկած սկսեց ձևավորվել նրա մտքում։ Բայց ապացույցներն այնտեղ էին։ Անհերքելի։ Եվ նա չգիտեր, թե ինչ անել։ Լետիցիային կանչեցին 20-րդ հարկ նույն կեսօրին։ Երբ նա մտավ հանդիպումների սենյակ, տեսավ Գաբրիելին, Անտոնին, Էդուարդային փաստաբաններին, անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան սարսափելիորեն սխալ էր։ Մեղադրանքները ներկայացվեցին։ Նա լսեց ամեն ինչ շոկային վիճակում։ Յուրաքանչյուր բառ դանակի հարվածի նման էր։ Միջոցների շեղում։ Խարդախություն։ Հանցագործություն։ Նրա անունը ոչնչացվում էր րոպեների ընթացքում։ Դա ճիշտ չէ, նա կարողացավ ասել, ձայնը դողացող։ Ես երբեք նման բան չեմ արել։ Ես երբեք չեմ գողանա ընկերությունից։ Ես երբեք չեմ գողանա քեզանից, Գաբրիել։ Նա նայեց նրան, աչքերով աղերսելով, որ հավատա իրեն։ Բայց Գաբրիելը գունատ էր, բռունցքները սեղմած, հստակորեն ներքին կոնֆլիկտի մեջ։ Ապացույցները եկել են ձեր համակարգչից, Լետիցիա, բացատրեց փաստաբաններից մեկը, պրոֆեսիոնալ սառնությամբ։ Մուտքերը, գործարքները, ամեն ինչ արվել է ձեր հավատարմագրերով։ Ուրեմն ինչ-որ մեկը օգտագործել է իմ համակարգիչը։ Ինչ-որ մեկը ինձ մեղադրել է։ Խնդրում եմ, դուք պետք է ճիշտ հետաքննեք։ Մենք հետաքննել ենք, միջամտեց Էդուարդան, դաժան հանգստությամբ։ Շաբաթներ շարունակ։ Եվ բոլոր ապացույցները մատնանշում են ձեզ։ Լետիցիան զգաց, որ ուշագնաց կլինի։ Ինչպես էր դա կատարվում։ Ինչպես էր իր կյանքը մի քանի ժամվա ընթացքում վերածվել մղձավանջի։ Գաբրիել, նա շրջվեց դեպի նա, արցունքներն իջնում էին դեմքով, դու ինձ ճանաչում ես։ Դու գիտես, թե ով եմ ես։ Խնդրում եմ, հավատա ինձ։ Գաբրիելը նայեց նրան, առաջին անգամ իրենց ծանոթությունից ի վեր, Լետիցիան չկարողացավ կարդալ այն, ինչ կար նրա աչքերում։ Կար ցավ։ Շփոթություն։ Կասկած։ Եվ այդ կասկածը, որքան էլ փոքր լիներ, դանակի հարվածի նման էր նրա սրտին։ Ինչ ժամանակ է պետք, վերջապես ասաց Գաբրիելը, ձայնը խռպոտ։ Պետք է մտածեմ։ Այդ պահին Լետիցիան հասկացավ, որ կարևոր չէր, թե ինչ կասեր, կարևոր չէր, թե քանի անգամ կմերժեր։ Թակարդն այնքան լավ էր պատրաստված, որ նույնիսկ այն մարդը, ում սիրում էր, կասկածի տակ էր դնում նրա անմեղությունը։ Եվ այն, ինչ նա դեռ չգիտեր, այն էր, որ դա ընդամենը սկիզբն էր։ Ամենավատը դեռ առջում էր։ Եվ երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվեր, գուցե արդեն չափազանց ուշ լիներ փրկելու այն, ինչ նրանք միասին կառուցել էին։ Այդ հանդիպումից հետո հաջորդած օրերը Լետիցիայի կյանքի ամենամութ օրերն էին։ Նա հեռացվեց իր պարտականություններից, մինչ ներքին հետաքննություն էր իրականացվում։ Նա սկսեց ապրել տանջալից լիմբոյի մեջ, որտեղ ամեն առավոտ արթնանում էր, հույս ունենալով, որ այդ մղձավանջն ավարտվել է, բայց դաժան իրականությունը շարունակում էր մնալ այնտեղ, անողոք։ Գաբրիելը փորձեց օգնել։ Նա փաստաբաններ վարձեց, նրան պաշտպանելու համար, պահանջեց, որ հետաքննությունն ավելի խորը լինի, որ այլ բացատրություններ փնտրեն։ Բայց ամեն նոր վերլուծության հետ, ապացույցները շարունակում էին մատնանշել Լետիցիային։ Գրանցումները չափազանց ճշգրիտ էին, ժամերը կատարելապես համընկնում էին, գումարի շարժն այնպիսի տրամաբանություն ուներ, որ նույնիսկ ամենասկեպտիկ փաստաբանները դժվարանում էին հերքել։ Անտոնը ճնշում էր։ Էդուարդան ակնարկում էր։ Եվ աստիճանաբար նույնիսկ նրանք, ովքեր սկզբում հավատում էին Լետիցիայի անմեղությանը, սկսեցին վարանել։ Ի վերջո մի աշխարհում, որտեղ ամեն ինչ շահույթի արտաքին տեսքի շուրջ է պտտվում, գյուղից եկած մի պարզ երիտասարդ աղջկա խոսքը քիչ արժեք ուներ փաստաթղթերի կույտերի բանկային ապացույցների դեմ։ Լետիցիան փորձում էր հանգիստ մնալ, բայց ներսից փլուզվում էր։ Զանգահարում էր մորը Սյունիք, փորձելով թաքցնել հուսահատությունը ձայնում, ասելով, որ ամեն ինչ լավ է, որ դա պարզապես թյուրիմացություն է, որը շուտով կլուծվի։
Բայց երբ անջատում էր հեռախոսը, նստում էր այդ փոքրիկ բնակարանի հատակին լացում մինչ արդյունք չունենալը։ Ամենավատը Գաբրիելին տեսնելն էր։ Այն կարճ պահերին, երբ հանդիպում էին, նա կիսված մարդ էր թվում։ Նրա մի մասը հավատում էր նրան, սիրում էր նրան, ուզում էր պաշտպանել նրան։ Բայց մյուս մասը, այն, որը ձևավորվել էր տարիների ընթացքում բիզնեսում վստահության պատասխանատվության մասին ուսմունքներով, կասկածում էր։ Եվ Լետիցիան տեսնում էր, թե ինչպես էր այդ կասկածը մեծանում ամեն օր, ինչպես մի ստվեր, որն աստիճանաբար կլանում էր ամբողջ լույսը։ Մայիսի մի անձրոտ գիշեր էր, երբ ամեն ինչ հասավ իր սահմանին։ Գաբրիելը հայտնվեց Լետիցիայի բնակարանում առանց նախազգուշացման։ Նա անփույթ էր, ինչը անսովոր էր նրա համար։ Վերնաշապիկը ջմրթված, մազերը խառնված, աչքերը կարմրած անքուն գիշերներից։ «Պետք է խոսենք», ասաց նա, ներս մտնելով առանց հրավերի սպասելու։ Լետիցիան փակեց դուռը, հենվեց դրան, սիրտը ուժգնորեն բաբախում էր կրծքին։ Նա գիտեր, որ այդ պահը կգա։ Գիտեր, որ լավ չի լինի։ «Հայրս վերջնագիր տվեց», սկսեց Գաբրիելը, ձայնը հոգնած։ «Կամ ես քեզ հանձնում եմ իշխանություններին վերջ դնում դրան, կամ նա ինքնուրույն դիմում է ոստիկանություն։ Եվ եթե նա դա անի, նա կապահովի, որ դուք դատվեք օրենքի ողջ խստությամբ»։ Բանտ, Լետիցիա։ Տարիներով բանտ։ Բայց ես ոչինչ չեմ արել, նա հազարերորդ անգամ ասաց, ձայնը գրեթե շշուկ։ Ես գիտեմ, որ դու դա ես ասում։ Ես ուզում եմ հավատալ։ Բայց ապացույցները, Լե։ Անիծյալ ապացույցները բոլորը քո դեմ են։ Եվ ես այլս չգիտեմ, թե ինչ անել։ Չգիտեմ, սիրուց կույր եմ, թե իրականում կա մի բան, որը մենք չենք տեսնում։ Առաջին անգամ Լետիցիան տեսավ իր սիրած տղամարդուն լիովին կոտրված։ Եվ հասկացավ մի սարսափելի բան։ Քանի դեռ ինքը այնտեղ էր, Գաբրիելը կկործանվեր։ Նա ստիպված կլիներ ընտրել իրեն այն ամենի միջ, ինչ կառուցել էր, սիրո պատասխանատվության միջ, սրտի բանականության միջ։ Եվ կարևոր չէր, թե ինչ ընտրություն կկատարեր, նա ջնջված կլիներ։ Հենց այդ պահին, նրան նայելով մարող լույսի տակ, Լետիցիան կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Մի որոշում, որը կկոտրեր երկուսին էլ, բայց որը գուցե նրան փրկելու միակ միջոցն էր։ Գաբրիել, ասաց նա, նրա ձայնի ինչ-որ բան ստիպեց նրան դադարել այս ու այն կողմ քայլելուց նայել նրան։ Ես հոգնեցի։ Ինչ։ Ես հոգնեցի այս պայքարից։ Հոգնեցի պայքարելուց մի բանի դեմ, որը չեմ կարող հաղթել։ Հոգնեցի տեսնելուց, թե ինչպես ես կործանվում իմ պատճառով։ Լե, ինչի մասին ես խոսում։ Լետիցիան խորը շունչ քաշեց, ուժ խնդրելով անելու այն, ինչ պետք է արվեր։ Յուրաքանչյուր բառ, որը նա պատրաստվում էր ասել, սուտ էր։ Բայց դա անհրաժեշտ սուտ էր։ Ամենացավոտ միաժամանակ ամենասիրող սուտը, որը նա երբեք կպատմեր։ Գուցե նրանք ճիշտ են։ Գուցե ես չեմ համապատասխանում այս աշխարհին։ Քո աշխարհին։ Ես պարզապես մի աղջիկ եմ գյուղից, ով չափազանց մեծ երազանքներ է ունեցել, հիմա վճարում է դրա գինը։ Արժանի չէ, Գաբրիել։ Մենք արժանի չենք։ Գաբրիելը գունատվեց։ Մի ասա այդպես։ Մի համարձակվիր դա ասել։ Ես այլս չեմ կարողանում, շարունակեց Լետիցիան, ձայնին սառնություն հաղորդելով, թաքցնելով աչքերի հետում այրվող արցունքները։ Չեմ կարողանում տանել մեղադրանքները, հետաքննությունները, ճնշումը։ Եվ չեմ կարողանում տանել տեսնելու, թե ինչ է դա անում քեզ հետ։ Ես ուզում եմ իմ կյանքը վերադարձնել։ Ուզում եմ խաղաղություն։ Եվ այդ խաղաղությունը գալիս է միայն այն դեպքում, եթե ես հեռանամ այս ամենից։ Քեզանից։ Դու ստում ես, ասաց Գաբրիելը, մոտենալով նրան, բռնելով նրա ձեռքերը։ Դու ստում ես, որովհետև կարծում ես, որ դա ինձ կպաշտպանի։ Բայց չի պաշտպանի։ Միայն կկործանի մեզ։ Թույլ տուր ինձ գնալ, Գաբրիել, շնջաց Լետիցիան, առաջին անգամ արցունք թույլ տվեց։ Խնդրում եմ։ Թույլ տուր ինձ գնալ։ Նա ազատվեց նրա գրկից գնաց դեպի դուռը, բացելով այն։ Ժեստը հստակ էր։ Նա պետք է դուրս գար։ Գաբրիելը մնաց կանգնած այնտեղ, նայելով նրան, կարծես չէր ճանաչում։ Կարծես այն կինը, ում սիրում էր, վերածվել էր անծանոթի։ Եթե հիմա գնաս, ասաց Լետիցիան, ձայնը կոտրված, բայց դեռ ամուր, մի վերադարձիր։ Որովհետև ես այլս այստեղ չեմ լինի։ Դու կփախչես։ Ես կսկսեմ նորից։
Հեռու այս ամենից։ Եվ դու կշարունակես քո կյանքը։ Կգտնես մեկին քո աշխարհից, երջանիկ կլինես Սոֆիի հետ, կմոռանաս, որ ես գոյություն եմ ունեցել։ Ես երբեք քեզ չեմ մոռանա, ասաց Գաբրիելը, նրա ձայնում այնքան զգացմունքներ կային, որ Լետիցիան գրեթե փլուզվեց։ Բայց նա ամուր մնաց։ Պետք էր ամուր մնալ։ Նրա համար։ Սոֆիի համար։ Այն ամենի համար, ինչ դեռ կարող էր փրկվել, եթե նա պարզապես դուրս գար ճանապարհից։ Ցտեսություն, Գաբրիել։ Նա մնաց այնտեղս մի քանի վայրկյան, կարծես սպասում էր, որ նա մտափոխվի։ Կարծես սպասում էր, որ այս ամենը պարզապես մղձավանջ էր։ Բայց երբ տեսավ, որ նա չի վարանի, շրջվեց դուրս եկավ, դուռը փակելով այնպիսի մեղմությամբ, որը հակադրվում էր պահի բռնությանը։ Հենց որ Գաբրիելը հեռացավ, Լետիցիան փլուզվեց։ Ծնկի եկավ հատակին լացեց, ինչպես երբեք չէր լացել կյանքում։ Լացեց այն ստի համար, որը նոր էր ասել։ Լացեց այն սիրո համար, որը զոհաբերել էր։ Լացեց այն ապագայի համար, որը երբեք չէր ունենա։ Բայց նույնիսկ սուր ցավի մեջ, նա գիտեր, որ ճիշտ բան էր արել։ Գաբրիելն այժմ ազատ կլիներ։ Ազատ, շարունակելու իր կյանքը առանց մեղքի ծանրության, առանց ստիպված լինելու ընտրել իրեն մնացած ամեն ինչի միջ։ Իսկ ինքը։ Նա ապրելու միջոց կգտներ։ Միշտ գտնում էր։ Այն, ինչ Լետիցիան այդ պահին չգիտեր, այն էր, որ իր մեջ նոր կյանք էր կրում։ Մի գաղտնիք, որը ամեն ինչ կփոխեր։ Գաբրիելի երեխան, հղիացած սանի ափի այդ հանգստյան օրերին, երբ աշխարհը դեռ հնարավորություններով լի էր թվում։ Բացահայտումը տեղի ունեցավ բաժանումից 2 շաբաթ անց։ Լետիցիան իր ընկերուհի Մարիամի տանը վարձած փոքրիկ սենյակում էր, քաղաքի Էրեբունի թաղամասում։ Առավոտյան սրտխառնոցը, դաշտանի ուշացումը, կրծքերի զգայունությունը։ Բոլոր նշաններն այնտեղ էին, բայց նա անտեսել էր դրանք, վերագրելով իրավիճակի սթրեսին։ Մինչ Մարիամը, միշտ ուշադիր, դեղատնից թեստ գնեց, գրեթե ստիպեց ընկերուհուն անել այն։ 2 գիծ։ Դրական։ Լետիցիան գրեթե 1 ժամ նստած էր լոգարանում, պարզապես նայելով այդ արդյունքին։ Հըվի։ Նա հղի էր Գաբրիելից։ Այն տղամարդուց, ում սիրում էր, բայց ում հեռացրել էր։ Այն տղամարդուց, ով հավանաբար հիմա ատում էր իրեն, մտածելով, որ ինքը վախկոտ է, ով հրաժարվել էր պայքարելուց։ Առաջին արձագանքը խուճապն էր։ Ինչպես միայնակ երեխա մեծացներ։ Ինչպես երեխա պահեր առանց աշխատանքի, առանց փողի, իր անունն արատավորված։ Բայց աստիճանաբար, երբ ձեռքն ինքնաբերաբար գնաց դեռ հարթ որովայնին, նրա ներսում ինչ-որ բան փոխվեց։ Մի ուժ, որը նա չգիտեր, որ ուներ, սկսեց ի հայտ գալ։ Այդ երեխան իր Գաբրիելի մասն էր։ Դա կենդանի ապացույցն էր, որ իրենց սերը եղել էր իրական, թեկուզ կարճատ։ Եվ եթե ամբողջ աշխարհը դեմ էր իրեն, եթե բոլոր դռները փակ էին, գոնե կունենար այդ երեխային։ Այդ էակը, որը դեռ պետք է գար, որը լիովին կախված կլիներ իրենից։ Ես քեզ կպաշտպանեմ, շշնջաց Լետիցիան, ձեռքը դեռ որովայնին։ Ինչ էլ որ լինի, ես քեզ կպաշտպանեմ։ Մարիամը հրեշտակ էր այդ ամիսներին։ Նա ամուսինը քիչ բան ունեին, բայց բաժանեցին այն, ինչ ունեին։ Ապաստան տվեցին, սնունդ, էմոցիոնալ աջակցություն։ Լետիցիան հաջողացրեց որոշ պատահական աշխատանքներ գտնել, ոչինչ, որ կասկածներ առաջացներ կամ նրան ուշադրության կենտրոնում դներ։ Մաքրում էր տներ, խնամում էր երեխաներ, անում էր ցանկացած ազնիվ բան, որը թույլ կտար նրան գումար վաստակել առաջիկա բժշկական ծախսերի համար։ Հղիությունը դժվար էր։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Ամեն անգամ, երբ զգում էր, որ երեխան շարժվում է, մտածում էր Գաբրիելի մասին։ Պատկերացնում էր, թե ինչպես կլիներ, եթե նա իմանար։ Արդյոք նա երջանիկ կլիներ։ Արդյոք նա կհավատար, որ երեխան իրենն է, թե կմտածեր, որ դաս մի սուտ է։ Գիշերներն ամենավատն էին։ Պառկած նեղ մահճակալին, ձեռքերը աճող որովայնին, Լետիցիան թույլ էր տալիս իրեն երազել, թե ինչպես կլիներ։ Գաբրիելը հայտնաբերում է հղիությունը հուզվում։ Նրանք պատմում են Սոֆիին, ով եղբայր կունենար։ Միասին պատրաստում են երեխայի սենյակը։ Անուններ են ընտրում։ Ընտանիք են լինում։ Բայց այդ երազանքները միշտ ավարտվում էին նույն կերպ, իրականության դաժան հիշողությամբ։ Նա չէր կարող վերադառնալ։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ մեղադրանքները մնում էին անկախ։
Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ նրա ներկայությունը ռիսկ էր նշանակում Գաբրիելի նրա դստեր համար։ Մինչդեռ, քաղաքի մյուս կողմում, հիմա ավելի դատարկ լուր առանձնատանը, Գաբրիելն ապրում էր իր սեփական անձնական դժոխքը։ Բաժանման ցավը շատ ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։ Առաջին օրերին նա փորձում էր իրեն համոզել, որ Լետիցիան ճիշտ ընտրություն էր կատարել, որ իրականում այդպես ավելի լավ էր։ Բայց շաբաթներն անցնելուն պես, նրա բացակայությունն անտանելի էր դառնում։ Սոֆին ամեն օր հարցնում էր Լեի մասին։ Ինչու էր նա այլս չգալիս։ Ինչու այլս չէին խաղում այգում։ Որտեղ էր նա։ Եվ Գաբրիելը չգիտեր, թե ինչ պատասխանել։ Ինչպես բացատրեր 3 տարեկան երեխային մեծահասակների հարաբերությունների ցավալի բարդությունը։ Նա դարձավ դատարկ գեղ։ Գնում էր աշխատանքի, որոշումներ էր կայացնում, փաստաթղթեր էր ստորագրում, բայց կարծես ամեն ինչ անում էր ավտոմատ կերպով։ Գիշերը նստում էր նույն բազմոցին, որտեղ առաջին անգամ համբուրվել էին, հարցնում էր իրեն, թե որտեղ էր ամեն ինչ սխալ գնացել։ Անտոնը գոհ էր թվում։ Լետիցիայի բացակայությամբ սկանդալը մարվել էր։ Ընկերությունը ոչ մի վնաս չէր կրել, աստիճանաբար թեման մոռացվեց։ Նա փորձում էր Գաբրիելին մոտեցնել այլ կանանց, կազմակերպում էր ընթրիքներ, որտեղ ներկա էին գործարարների դուստրեր, էլեգանտ այրիներ, կանայք, ովքեր հարմար գործընկեր կլինեին Ալեքսանյանի կայսրության ժառանգի համար։ Բայց Գաբրիելը մերժում էր բոլորին։ Ոչ թե կոպտորեն, այլ այնպիսի ամրությամբ, որը տեղ չէր թողնում բանավեճի։ Նա ոչ ոքի չէր ուզում։ Միայն ուզում էր այն կնոջը, ով իրեն թողել էր։ Էդուարդան նույնպես փորձեց իր բախտը։ Լետիցիայի բացակայությամբ նա կարծում էր, որ վերջապես կունենա իր հնարավորությունը։ Սկսեց ավելի հաճախ հայտնվել այն հանդիպումներում, որոնց Գաբրիելը մասնակցում էր, առաջարկեց օգնել որոշ նախագծերի հետ, նույնիսկ առաջարկեց ընթրիքներ, բիզնես քննարկելու համար։ Բայց Գաբրիելը նրան վերաբերվում էր այնպիսի պրոֆեսիոնալ սառնությամբ, որը հստակ դարձրեց, որ նա ժամանակ էր կորցնում։ Դա Հելենն էր, Գաբրիելի մայրը, ով առաջինը կասկածեց, որ ինչ-որ բան սխալ էր։ Նա իր որդուն ճանաչում էր ավելի լավ, քան ոչ ոք։ Նա գիտեր, երբ նա պարզապես տխուր էր, երբ նա լիովին ջարդված էր։ Եվ այն, ինչ նա հիմա տեսնում էր, մի մարդ էր, ով կորցրել էր ինչ-որ էական բան, ինչ-որ բան, որը չէր կարող փոխարինվել մասնագիտական հաջողությամբ կամ նյութական հարմարավետությամբ։ Հելենը երբեք չհավատաց Լետիցիայի դեմ մեղադրանքներին։ Ի սկզբանե, այդ ամենը նրան չափազանց հարմար թվաց։ Եվ Անտոնին ճանաչելով նա գիտեր, թե ինչի էր ընդունակ ամուսինը, երբ ուզում էր վերահսկել որդու կյանքը։ Այսպես նա որոշում կայացրեց։ Նա մասնավոր հետախույզ կվարձեր։ Մեկը դրսից, առանց կապերի ընտանիքի կամ ընկերության հետ։ Մեկը, ով կարող էր հետաքննել գործը առանց այն կապանքների շահերի, որոնք աղտոտում էին ամեն ինչ Ալեքսանյան իմպորտցի ներսում։ Հետախույզը կոչվում էր Ռոբերտ Հակոբյան, նախկին ոստիկան, տասնամյակների փորձով անթերի հեղինակությամբ։ Հելենը նրան գաղտնի էր փնտրում, վճարելով իր սեփական գրպանից, առանց Անտոնի կամ Գաբրիելի իմանալու։ Նա բացատրեց իրավիճակը, տվեց բոլոր փաստաթղթերը, որոնք կարողացել էր հավաքել, միայն մի խնդրանք արեց։ Բացահայտեք ճշմարտությունը։ Ոչ թե այն, ինչ թվում է ճշմարտություն, այլ այն, ինչ իրականում պատահել է։ Ռոբերտը գործը ընդունեց այն լրջությամբ, ով հասկանում է, որ թղթերի թվերի հետում կան իրական կյանքեր, որոնք տուժում են։ Նա սկսեց 0-ից։ Վերլուծեց յուրաքանչյուր գործարք, համակարգ մուտքի յուրաքանչյուր մուտք, յուրաքանչյուր կասկածելի շարժ։ Եվ աստիճանաբար սկսեց անհամապատասխանություններ գտնել։ Ժամերը կատարելապես չէին համընկնում։ Որոշ գործարքներ կատարվել էին այն պահերին, երբ Լետիցիան ապացուցված այլ տեղ էր։ Հրամաններում մուտքագրման ձերը չէին համապատասխանում նրա ոճին։ Կային թվային հետքեր, որոնք մատնանշում էին մեկ այլ համակարգչի, օգտագործելով նրա հավատարմագրերը համակարգ մուտք գործելու համար։ Որքան շատ էր Ռոբերտը հետաքննում, այնքան պարզ էր դառնում։ Դա պարզապես գումարի շեղման դեպք չէր։ Դա դավադրություն էր։ Զգուշորեն պլանավորված, մանրակրկիտ իրականացված, բայց այնուամենայնիվ դավադրություն։ Հետախույզն աշխատեց 3 ամիս։ Դա վերլուծությունների, տվյալների խաչացման, ընկերության աշխատակիցների հետ զուսպ հարցաքննությունների 3 ամիս էր։ Եվ վերջում նա ձեռքին ուներ պայթուցիկ զեկույց։ Շեղումը կեղծվել էր։ Ապացույցները տնկվել էին։
Եվ պատասխանատուներն էին Էդուարդ Թադոսյանը, մի շրջադարձով, որը նույնիսկ Հելենը չէր սպասում, Անտոն Ալեքսանյանը ոչ միայն թույլտվություն էր տվել, այլ ակտիվորեն մասնակցել էր ծրագրին։ Երբ Հելենը կարդաց զեկույցը, նա զգաց զայրույթի տխրության խառնուրդ։ Զայրույթ այն բանի համար, թե ինչի էր ընդունակ ամուսինը։ Տխրություն այն անհարկի ցավի համար, որը նա պատճառել էր երկու մարդու, ովքեր պարզապես ուզում էին երջանիկ լինել։ Բայց նա վճռականություն զգաց։ Եկել է ժամանակը, որ Գաբրիելը իմանա ճշմարտությունը։ Եվ Լետիցիան վերջապես անմեղ ճանաչվի։ Օգոստոսի վերջն էր, երբ Հելենը որդուն կանչեց ճաշի իր տուն։ Գաբրիելը եկավ առանց սպասումների, մտածելով, որ դա պարզապես մեկ անգամ կլինի այն կերակուրներից, որոնց ժամանակ մայրը փորձում էր նրան ուրախացնել, անհաջող։ Բայց երբ Հելենը զեկույցը սեղանին դրեց, նա տեսավ, թե ինչպես է որդին գունատվում։ «Կարդա», պարզապես ասաց նա։ Գաբրիելը վերցրեց փաստաթուղթը, սկսեց կարդալ։ Ամեն էջի հետ իրականությունը վերակառուցվում էր նրա մտքում։ Սեփական հայրը կազմակերպել էր ամեն ինչ, վերջին հարվածն էր։ Նա անմեղ էր, մրմնջաց նա, ձեռքերը դողում էին։ Ամբողջ ժամանակ։ Եվ ես թույլ տվեցի, որ նա գնա։ Ես թույլ տվեցի, որ նա մտածի, թե ես չէի հավատում նրան։ Քեզ խաբել էին, մեղմորեն ասաց Հելենը։ Մեզ բոլորիս էին խաբել։ Բայց հիմա դու գիտես ճշմարտությունը։ Եվ կարող ես դա շտկել։ Ինչպե՞ս։ Նա ինձ ատում է։ Պետք է ատի ինձ։ Չես իմանա, մինչ չհանդիպես նրան։ Հանդիպես նրան։ Մամ, նա անհետացել է։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է։ Ես փորձեցի։ Փնտրեցի ամենուր, որտեղ կարող էի մտածել։ Ուրեմն էլ ավելի շատ փնտրիր։ Վարձիր հետախույզներ։ Որոնիր ամբողջ քաղաքը, եթե պետք է։ Բայց գտիր նրան, Գաբրիել։ Գտիր նրան, ներողություն խնդրիր։ Որովհետև եթե դա չանես, կզղջաս ամբողջ կյանքում։ Գաբրիելը դուրս եկավ այդ տնից առաքելությամբ։ Նա օգտագործեց բոլոր ռեսուրսները, որոնք ուներ։ Վարձեց լավագույն հետախույզներին։ Հետեց բժշկական գրառումներին, փնտրեց հիվանդանոցներում, կլինիկաներում, թաղամասերում, որտեղ Լետիցիան կարող էր ապաստանել։ Եվ վերջապես, անդադար որոնումների շաբաթներից հետո, նա գտավ մի հետք։ Էրեբունի թաղամասի մի հանրային կլինիկայի բժիշկը բուժել էր Լետիցիա Սարգսյան անունով հիվանդի։ Հղիության նախածննդյան խնամք։ Բառը Գաբրիելին հարվածեց կայծակի պես։ Հղիության նախածննդյան խնամք։ Լետիցիան հղի էր։ Եվ ըստ այն ամսաթվերի, որոնք հետախույզը կարողացել էր պարզել, երեխան Իրենն էր։ Պետք է Իրենը լիներ։ Մի երեխա։ Նաս մեկ երեխա էր ունենալու։ Եվ Լետիցիան անցել էր ամբողջ հղիությունը միայնակ, առանց աջակցության, փախչելով անարդար մեղադրանքից, կրելով մի երեխա, որի մասին նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ունի։ Նրան գտնելու հուսահատությունը բազմապատկվեց։ Այլս պարզապես ներողություն խնդրելու կամ նրա անմեղությունը ապացուցելու մասին չէր։ Դա ներկա լինելու մասին էր։ Այն մասին, որ նա այլս ոչ մի օր միայնակ չդիմակայի դրան։ Հետքը նրան բերեց նոր Նորքի մի պարզ տուն, որտեղ մի ընտանիք էր ապրում։ Հետախույզները հաստատեցին, որ Լետիցիան այնտեղ էր։ Եվ որ երեխան արդեն ծնվել էր։ Տղա։ Ծնված 2 շաբաթ առաջ։ Գաբրիելը չսպասեց։ Չպլանավորեց, թե ինչ ասել։ Պարզապես գնաց։ Ժամեր շարունակ մեքենա վարեց Երանի քաոսային երթեկության մեջ, սիրտը այնքան ուժգին բաբախում էր, որ նա կարծում էր, թե կպայթի։ Երբ նա թակեց այդ համեստ տան դուռը, մի կին, ում նա չէր ճանաչում, բացեց։ Պետք է լիներ այն ընկերուհին, ով ապաստան էր տվել Լետիցիային։ Մարիամը։ Ես պետք է խոսեմ Լետիցիայի հետ, ասաց Գաբրիելը, փորձելով ձայնը ամուր պահել։ Մարիամը անմիջապես ճանաչեց նրան։ Եվ նրա աչքերում զայրույթ կար։ Զայրույթ այն բանի համար, թե ինչ էր արել այդ տղամարդը իր ընկերուհու հետ։ Նա չի ուզում տեսնել ձեզ։ Խնդրում եմ։ Ես գիտեմ ճշմարտությունը։ Գիտեմ, որ նա անմեղ է։ Գիտեմ երեխայի մասին։ Խնդրում եմ, թույլ տվեք խոսել նրա հետ։ Գաբրիելի անկեղծ հուսահատության մեջ ինչ-որ բան ստիպեց Մարիամին վարանել։ Նա գիտեր, որ Լետիցիան դեռ սիրում էր նրան։
Գիտեր, որ այդ բաժանումը կործանում էր ընկերուհուն այնքան, որքան հենց միայնակ հղիությունը։ «Սպասեք այստեղ»։ Մարիամը ներս մտավ մի քանի րոպե անց վերադարձավ։ Նա կընդունի ձեզ։ Բայց եթե դուք որևէ բան անեք, որն էլ ավելի ցավեցնի նրան, երդվում եմ, որ ես ձեզ անձամբ դուրս կնետեմ։ Գաբրիելը գլխով արեց, երախտապարտ։ Նրան առաջնորդեցին տան հետի մի փոքրիկ սենյակ։ Եվ այնտեղ, ճոճվող աթոռին նստած երեխան գրկին Լետիցիան էր։ Նա տարբեր էր։ Ավելի նիհար, դեմքը հոգնած, բայց դեռ գեղեցիկ։ Այնքան գեղեցիկ, որ ցավում էր նայելը։ Եվ նրա գրկում կապույտ վերմակի մեջ փաթաթված, վարդագույն մաշկով մուգ մազերով նորածինը հանգիստ քնած էր։ Լետիցիան նայեց Գաբրիելին, մի պահ նրանցից ոչ ոք ոչինչ չասաց։ Պարզապես նայեցին իրար, աչքերում կրելով ամիսների ցավը, կարոտը զղջումը։ Եվ հետո Գաբրիելը ծնկի եկավ։ Գաբրիելը ծնկի եկավ այդ համեստ սենյակի հատակին, աչքերը հառած Լետիցիային այն երեխային, ում նա այդքան խնամքով էր պահում։ Արցունքներն ազատորեն հոսում էին նրա դեմքով, առանց քողարկելու որևէ փորձի։ Դա լիովին կոտրված միաժամանակ վերածնվող մարդու պատկերն էր։ Սկսեց նա, ձայնը խռպոտ խեղդված, ես շատ եմ ցավում։ Շատ եմ ցավում ամեն ինչի համար։ Քեզ կասկածելու համար։ Քեզ թույլ տալու համար, որ միայնակ դիմակայես դրան։ Ավելի ուժգին չպայքարելու համար։ Ես ճշմարտությունը բացահայտեցի։ Ամեն ինչ դավադրություն էր։ Դու միշտ անմեղ էիր, ես պետք է քեզ հավատայի առաջին իսկ պահից։ Լետիցիան փակեց աչքերը, արցունքները վերջապես թափվեցին։ Ամիսներ շարունակ նա պատկերացրել էր այս պահը։ Պատկերացրել էր, թե ինչպես է Գաբրիելը բացահայտում ճշմարտությունը, գալիս իր հետից, ներողություն խնդրում։ Բայց հիմա, երբ դա տեղի էր ունենում, ցավը դեռ չափազանց թարմ էր, վերքը դեռ արնահոսում էր։ Դու ինձ թույլ տվեցիր գնալ, ասաց նա, ձայնը դողացող։ Երբ ամենից շատ կարիք ունեի, որ դու իմ համար պայքարես, դու ինձ թույլ տվեցիր գնալ։ Որովհետև դու ինձ համոզեցիր, որ դա էիր ուզում։ Դու այնքան լավ խաղացիր, որ ես հավատացի։ Բայց ես պետք է տեսնեի ստի միջով։ Պետք է հասկանայի, որ դու քեզ զոհաբերում էիր ինձ պաշտպանելու համար։ Լետիցիան նայեց երեխային իր գրկում, այն որդուն, ում նրանք միասին էին ստեղծել, ում Գաբրիելը նոր էր ճանաչում։ Նա 2 շաբաթական է, շշնջաց նա։ Ծնվել է օգոստոսի 23-ին։ Դժվար ծնունդ էր։ Ես 16 ժամ ծննդաբերության մեջ էի, միայնակ, միայն Մարիամն էր իմ կողքին։ Երբ բժիշկներն առաջին անգամ նրան դրեցին իմ գրկում, միակ բանը, որ կարողացա մտածել, այն էր, որ դու պետք է այնտեղ լինեիր։ Որ այդ պահը պետք է մերն լիներ, ոչ միայն իմը։ Գաբրիելը վեր կացավ, դանդաղ մոտեցավ, կարծես վախենում էր նրան վախեցնելուց։ Երբ բավականաչափ մոտեցավ, որպեսզի տեսնի երեխայի դեմքը, զգաց, թե ինչպես է սիրտը կոտրվում միաժամանակ վերակառուցվում։ Կարող եմ, հարցրեց նա, ձեռքերը մեկնելով։ Լետիցիան մի պահ վարանեց, բայց հետո գլխով արեց։ Զգուշորեն երեխային փոխանցեց Գաբրիելին։ Եվ տեսնել, թե ինչպես է իր սիրած տղամարդը առաջին անգամ պահում իրենց որդուն, ամենագեղեցիկ ցավալի բաներից մեկն էր, որը նա երբեք զգացել էր։ Գաբրիելը նայեց այդ փոքրիկ, այդքան կատարյալ էակին, նրա ներսում ինչ-որ հիմնարար բան փոխվեց։ Դա իր որդին էր։ Իր մի մասը, իր սիրած կնոջ մի մասը։ Եվ նա կորցրել էր նրա կյանքի առաջին 2 շաբաթները ստերի մանիպուլյացիաների պատճառով։ Ինչպես է նրա անունը, հարցրեց Գաբրիելը, աչքերը դեռ հառած երեխային։ Միքայել։ Միքայել Սարգսյան, պատասխանեց Լետիցիան։ Ես չդրեցի քո ազգանունը, որովհետև կարծում էի, որ դու երբեք չես իմանա նրա մասին։ Որ նա միայն իմը կլինի։ Միքայել, կրկնեց Գաբրիելը, կարծես վայելում էր անունը։ Կատարյալ է։ Բայց նա միայն Սարգսյան չէ։ Նա Ալեքսանյան է։ Որովհետև նա հայր ունի։ Եվ այդ հայրը այլս երբեք չի հեռանա։ Գաբրիելը երեխային վերադարձրեց Լետիցիային, իսկ հետո նստեց նրա կողքին։ Նա բռնեց նրա ձեռքը իր ձեռքերի մեջ ամուր պահեց։ Ես ունեմ ապացույցները։ Ամեն ինչ։ Փաստաթ խտավորված է։ Էդուարդան կեղծել է գործարքները, օգտագործելով քո համակարգիչը։ Հայրս ֆինանսավորել թույլատրել է ամեն ինչ։ Նրանք ուզում էին քեզ հեռացնել ինձանից, դրա համար օգտագործեցին ամենադաժան միջոցները։
Բայց նրանք անպատիժ չեն մնա։ Ես կապահովեմ, որ նրանք վճարեն իրենց արածի համար։ Իսկ Սոֆին, հարցրեց Լետիցիան։ Ինչպես է նա։ Դստեր անունը լսելիս Գաբրիելը տխուր ժպտաց։ Նա ամեն օր հարցնում է քո մասին։ Քեզ նկարում է բոլոր թղթերի վրա։ Լացում է, երբ տեսնում է այլ աղջիկների իրենց մայրերի հետ։ Քո բացակայությունը հսկայական դատարկություն է թողել նրա կյանքում։ Ինչպես իմում։ Ես էլ եմ կարոտել նրան։ Կարոտել եմ ձեզ երկուսիդ էլ։ Բայց ես պետք է դա անեի։ Պետք է քեզ պաշտպանեի։ Եթե ես մնայի, դու կկործանվեիր, փորձելով ինձ պաշտպանել։ Դու ստիպված կլինեիր ընտրել ինձ այն ամենի մեջ, ինչ կառուցել ես։ Եվ ես չէի կարող դա անել քեզ հետ։ Բայց դու չես հասկանում, ասաց Գաբրիելը, ձեռքերով բռնելով նրա դեմքը։ Ընտրություն չկար անելու։ Դու ամեն ինչ ես։ Դու հիմա Միքայելը։ Դուք ավելի կարևոր եք, քան ցանկացած ընկերություն, ցանկացած հարստություն, ցանկացած բան այս աշխարհում։ Եվ ես կանցկացնեմ իմ կյանքի մնացած մասը, դա քեզ ապացուցելով։ Նրանք այնտեղ մնացին ժամեր շարունակ, խոսելով, լացելով, հիշելով, պլանավորելով։ Գաբրիելը պատմեց ամեն ինչ։ Այն մասին, թե ինչպես էր իր մայրը հետախույզ վարձել։ Այն մասին, թե ինչպես էին հավաքվել դավադրության ապացույցները։ Այն մասին, թե ինչպես էր անցկացրել վերջին ամիսները, ապրելով ավտոմատ կերպով, պարզապես գոյություն ունենալով, բայց իսկապես չապրելով։ Լետիցիան, իր հերթին, պատմեց հղիության մասին։ Վախերի, ֆինանսական դժվարությունների, անքուն գիշերների մասին, հարցնելով իրեն, արդյոք ճիշտ բան էր անում։ Այն մասին, թե ինչպես դեռ չծնված որդու հանդեպ սերը նրան ուժեղ էր պահում, երբ նա ուզում էր հանձնվել։ Երբ գիշերը մտավ, Միքայելին պետք էր կերակրել, Գաբրիելը լուր դիտում էր, հիացած այն ուժով նրբությամբ, որն ուներ այն կինը, ով այդքան շատ էր անցել միայնակ։ Վերադարձիր ինձ հետ, ասաց Գաբրիելը, երբ Լետիցիան ավարտեց Միքայելին քնելու դնելը իմպրովիզացված օրորոցում։ Վերադարձիր տուն։ Մեր տուն։ Մենք ընտանիք կլինենք։ Դու, ես, Սոֆին, Միքայելը։ Գաբրիել, դա այդքան պարզ չէ։ Կան անկախ մեղադրանքներ։ Կա քո հայրը։ Կա ընկերությունը։ Ամբողջ աշխարհը կասի, որ դու սխալ ես անում։ Թող ասեն։ Ինձ համար կարևոր չէ։ Ես արդեն որոշում եմ կայացրել։ Եվ այս անգամ ոչինչ ոչ ոք չի ստիպի ինձ փոխել միտքս։ Ես սիրում եմ քեզ, Լետիցիա Սարգսյան։ Սիրում եմ քեզ ավելի շատ, քան կարծում էի, որ հնարավոր է սիրել մեկին։ Եվ ես կպայքարեմ քո համար։ Կպայքարեմ մեզ համար։ Ամեն օր, իմ կյանքի մնացած մասը, եթե պետք է։ Լետիցիան նայեց նրա աչքերին, այնտեղ տեսավ մի բան, որը ամիսներ շարունակ չէր տեսել։ Վստահություն։ Համոզմունք։ Անվերապահ սեր։ Եվ առաջին անգամ այն պահից, երբ ամեն ինչ փլուզվել էր, նա իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, պարզապես գուցե, դեռ հույս կար իրենց համար։ Լավ, շշնջաց նա։ Փորձենք։ Վերադարձը Դավթաշենի առանձնատուն ինչպես տոն էր, այնպես էլ պատերազմի հայտարարություն։ Գաբրիելը ոչինչ չփորձեց թաքցնել։ Չփորձեց մեղմացնել իրավիճակը։ Նա եկավ Լետիցիայի, Միքայելի հետ այն վճռականությամբ, ով վերջապես հստակ գիտեր, թե ինչ էր ուզում։ Սոֆին, երբ տեսավ Լետիցիային, վազեց այնքան ուժգին նետվեց նրա գիրկը, որ գրեթե գցեց նրան։ Աղջիկը լացուն ծիծաղում էր միաժամանակ, կառչած այն կնոջից, ում սովորել էր սիրել որպես մայրական կերպար։ Դու վերադարձար։ Դու վերադարձար, Լե։ Հայրիկն ասաց, որ դու գնացել ես, բայց ես գիտեի, որ դու կվերադառնաս։ Ես վերադարձա, սիրելիս, ասաց Լետիցիան, ամբողջ ուժով գրկելով աղջկան։ Եվ հիմա այլս երբեք չեմ հեռանա։ Ճիշտ է, հայրիկ։ Լեն մեզ հետ կմնա։ Հավերժ, հաստատեց Գաբրիելը, դստերը գիրկն առնելով։ Եվ էլ ավելին։ Դու եղբայր ունես։ Նայիր։ Սոֆին նայեց երեխային, ում Գաբրիելը պահում էր, նրա աչքերը լայն բացվեցին հիացմունքից։ Նա այնքան փոքրիկ է։ Կարող եմ շոյել։ Կարող ես։ Բայց շատ զգուշորեն, լավ։ Երկու երեխաներին տեսնելը, նրանց միջ անմիջական կապը, ամենահուզիչ բաներից մեկն էր, որ Գաբրիելն ու Լետիցիան երբե տեսել էին։
Սոֆին անմիջապես ստանձնեց մեծ քրոջ դերը, խոստանալով պաշտպանել Միքայելին ամեն ինչից բոլորից։ Բայց եթե տան ներսում ուրախություն վերսկսում կար, դրսում փոթորիկը նոր էր սկսվում։ Առաջին դիմակայությունը Անտոնի հետ էր։ Գաբրիելը նրան կանչեց առանձնատան գրասենյակում հանդիպման։ Երբ հայրը եկավ, նա գտավ ոչ միայն որդուն, այլ Հելենին, փաստաբաններին, բոլորն էլ հետախույզի զեկույցի պատճեններով։ Ինչ է սա նշանակում, հարցրեց Անտոնը, դեռ փորձելով պահպանել հեղինակավոր կեցվածքը։ Նշանակում է, որ ես ամեն ինչ գիտեմ, պատասխանեց Գաբրիելը, ձայնը պողպատի պես կոշտ։ Գիտեմ, որ դուք Էդուարդան դավել եք Լետիցիայի դեմ։ Գիտեմ, որ կեղծել եք ապացույցներ։ Գիտեմ, որ օգտագործել եք նրա ընտանիքի պարտքերը, հավանական դրդապատճառ ստեղծելու համար։ Գիտեմ ձեր դժբախտ ծրագրի յուրաքանչյուր քայլը։ Անտոնը գունատվեց, բայց փորձեց պահպանել հանգստությունը։ Սա անհեթեթություն է։ Սրանք լուրջ անհիմն մեղադրանքներ են։ Անհիմն Գաբրիելը զեկույցը նետեց սեղանին։ Ամեն ինչ փաստաթղթավորված է այստեղ։ Համակարգ մուտքի յուրաքանչյուր անօրինական մուտք։ Յուրաքանչյուր կեղծված գործարք։ Յուրաքանչյուր սուտ։ Եվ էլ ավելին։ Փաստաբաններն արդեն քրեական հայցեր են պատրաստում ձեր Էդուարդայի դեմ։ Դուք կվճարեք ձեր արածի համար։ Գաբրիել, իմաստուն եղեք։ Ես ձեր հայրն եմ։ Ես արեցի այն, ինչ արեցի, որովհետև կարծում էի, որ դա ձեզ համար լավագույնն էր։ Այդ կինը մեր շրջանակից չէ։ Նա ձեզ ցած կքաշեր։ Ցած կքաշեր, Գաբրիելը վեր կացավ, զայրույթը վերջապես լցվեց։ Նա իմ կյանքում երբե պատահած լավագույն բանն է։ Նա ինձ հիշեցրեց, թե ինչպես է իսկապես ապրել, ինչպես է զգալ, ինչպես է սիրել։ Եվ դուք փորձեցիք ոչնչացնել նրան, որովհետև չեք կարող վերահսկել իմ կյանքը, ինչպես վերահսկում եք ձեր ընկերությունները։ Դուք սխալ եք անում։ Միակ սխալը, որ ես արեցի, այն էր, որ այդքան երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե ինչ մարդ եք դուք իրականում։ Մի մարդ, ով իշխանությունը դնում է ամեն ինչից վեր։ Ով չգիտի, թե ինչ է իրական սերը։ Ով այնքան տարված է վերահսկողությամբ, որ կորցրել է կապը մարդկայնության ցանկացած բեկորի հետ, որը դեռ ուներ։ Հելենը, ով մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Անտոն, դու այսօր կորցրիր որդուդ։ Ոչ թե այն պատճառով, որ նա ընտրեց մի կին, ում դու չես հավանում, այլ որովհետև դու ցույց տվեցիր, որ արժանի չես նրա սիրուն։ Ես պետք է դա անեի տարիներ առաջ, բայց հիմա կանեմ։ Ես ամուսնալուծություն եմ ուզում։ Եվ ես կապահովեմ, որ Գաբրիելը ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր կյանքը քեզանից հեռու վերակառուցելու համար։ Պատրիարքը նայեց իր կնոջը, հետո որդուն, այնտեղ տեսավ մի բան, որը երբեք չէր պատկերացնի։ Միասնություն։ Վճռականություն։ Եվ այն ամենի լիակատար մերժումը, ինչ նա ներկայացնում էր։ Նա դուրս եկավ այդ սենյակից պարտված մարդ։ Եվ հաջորդ շաբաթներին նա տեսավ, թե ինչպես է իր կայսրությունը սկսում փլուզվել։ Գաբրիելը ստանձնեց ընկերության մեծամասնական վերահսկողությունը տատիկից ժառանգած բաժնետոմսերի միջոցով։ Նա վերակազմավորեց կառուցվածքը, մարդկանց առաջ քաշեց ըստ արժանինքների, ոչ թե ընտանեկան կապերի, Ալեքսանյան իմպորտը վերածեց նոր բանի։ Ավելի մարդկային բանի։ Էդուարդան, երբ բախվեց ապացույցներին, փորձեց բանակցել։ Առաջարկեց վերադարձնել գումարը, ներողություն խնդրեց, աղաչեց երկրորդ հնարավորության համար։ Բայց Գաբրիելն անդրդվելի էր։ Նա աշխատանքից ազատվեց, դատվեց։ Բանտ չկար, բայց նրա հեղինակությունը շուկայում ոչնչացվեց։ Այլս ոչ ոք չէր ուզում վարձել մեկին, ով հայտնի էր իր գործընկերների դեմ դավելով։ Անտոնը, մեկուսացված իր ժառանգության փլուզումը տեսնելով, մի քանի անգամ փորձեց հաշտվել որդու հետ։ Բայց Գաբրիելը հստակ դարձրեց, որ դուռը կբացվի միայն այն ժամանակ, երբ հայրը սովորի հարգել իր ընտրությունները։ Եվ դա ներառում էր Լետիցիային երեխաներին որպես ընտանիք ընդունելը։ Լետիցիան պաշտոնապես անմեղ ճանաչվեց բոլոր մեղադրանքներից։ Նրա անունը մաքրվեց, Գաբրիելը հոգաց, որ ընկերության բոլորը իմանան ճշմարտությունը։ Նա նրան առաջարկեց ղեկավար պաշտոն, բայց Լետիցիան մերժեց։ Նա չէր ուզում վերադառնալ այդ միջավայր։ Նա այլ ծրագրեր ուներ։ Գաբրիելի ֆինանսական աջակցությամբ Լետիցիան բացեց մի փոքրիկ հկ, որն օգնում էր խոցելի վիճակում գտնվող այլ կանանց։
Կանանց, ովքեր ինչպես ինքը անարդարության էին ենթարկվել, լքվել էին կամ պարզապես երկրորդ հնարավորության կարիք ունեին։ Նախագիծը նրա գիրքն էր, Գաբրիելը լիովին աջակցում էր նրան։ Նրանք ամուսնացան պարզ արարողությամբ, միայն մտերիմ ընտանիքի իսկական ընկերների հետ։ Չկար ոչ շքեղություն, ոչ էլ ցուցադրություն։ Պարզապես երկու սիրող մարդիկ, ովքեր խոստանում էին միասին լինել լավ-վատ պահերին։ Դավթաշենի առանձնատունը վաճառվեց։ Այն չափազանց ցավոտ հիշողություններ էր պահում։ Դրա փոխարեն նրանք գնեցին մի ավելի փոքր, բայց հարմարավետ տուն հանգիստ թաղամասում։ Մի տուն, այգիով, որտեղ երեխաները կարող էին խաղալ, մեծ խոհանոցով, որտեղ բոլորը միասին էին ընթրում, պատերին լուսանկարներով հատակին ցրված խաղալիքներով։ Մի տուն, որը վերջապես տուն էր թվում։ Սոֆին ծաղկեց։ Լետիցիայի որպես ներկա սիրող մոր, Միքայելի որպես փոքր եղբոր հետ, նա դարձավ ավելի երջանիկ, վստահ երեխա։ Այլս չէր հարցնում կենսաբանական մոր մասին։ Լետիցիան հիմա նրա մայրն էր, բոլոր կարևոր իմաստներով։ Միքայելը մեծանում էր սիրո մեջ։ Գաբրիելը ներկա էր յուրաքանչյուր պահի։ Յուրաքանչյուր առաջին բառ, յուրաքանչյուր առաջին քայլ, յուրաքանչյուր հայտնագործություն։ Նա փոխհատուցում էր կորցրած ժամանակը բացարձակ նվիրումով։ Հելենը դարձավ ներկա քնքուշ տատիկ։ Վերջապես ազատվելով Անտոնի հետ ճնշող ամուսնությունից, նա վերացնվեց։ Նա սկսեց ճանապարհորդել, անել այն բաները, որոնց մասին միշտ երազել էր, նրա ամենասիրելի պահերն էին, երբ այցելում էր որդու ընտանիքին, տեսնում այն անկեղծ երջանկությունը, որ կար այնտեղ։ Մարիամը, ընկերուհին, ով Լետիցիային ապաստան էր տվել ամենադժվար պահերին, դարձավ ընդլայնված ընտանիքի մաս։ Գաբրիելը երբեք չմոռացավ, թե ինչ էր նա արել Լետիցիայի Միքայելի համար, միշտ միջոցներ էր գտնում հատուցելու համար։ Տարիներ անցան։ Կյանքը միշտ հեշտ չէր։ Կային մարտահրավերներ, վեճեր, հոգնածության, հիասթափության պահեր։ Բայց ամեն ինչի միջով Գաբրիելն ու Լետիցիան մնացին միասնական։ Այն սերը, որը ծնվել էր սխալից, Սուրբ Ծննդյան գիշերը սխալմամբ ուղարկված աուդիոից, ապացուցեց, որ ավելի ուժեղ է, քան ցանկացած դժվարություն։ Դեկտեմբերի մի առավոտ, 5 տարի անց այդ առաջին գիշերից, ընտանիքը հավաքված էր տան այգում։ Սոֆին, հիմա 8 տարեկան, խաղում էր Միքայելի հետ, ով 5 տարեկանում արդեն խելացի էներգիայով լի տղա էր։ Գաբրիելն ու Լետիցիան նստած էին ծառի տակ գտնվող նստարանին, ձեռք ձեռքի։ Հիշում ես այդ գիշերը, հարցրեց Լետիցիան, գլուխը հենելով նրա ուսին։ Երբ ես սխալմամբ ուղարկեցի այդ աուդիոն։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դա այն գիշերն էր, որը փոխեց իմ կյանքը։ Այն գիշերն էր, որը քեզ բերեց ինձ։ Երբեմն դեռ չեմ հավատում, որ այս ամենը պատահեց։ Որ մենք այդքան բաների միջով անցանք դեռ այստեղ ենք։ Միասին։ Երջանիկ։ Ես միշտ ասում եմ, որ լավագույն նվերները գալիս են ամենաանսպասելի փաթեթներում։ Եվ դու, Լե, ամենաանսպասելի հրաշալի նվերն էիր, որը ես երբեք ստացել եմ։ Միքայելը այդ պահին վազելով եկավ նրանց մոտ, Սոֆին անմիջապես հետից։ Հայրիկ, մամ, կարող ենք այգում պիկնիկ անել, հարցրեց Միքայելը, աչքերը փայլում էին։ Եվ ես կօգնեմ սենդվիչները պատրաստել, ավելացրեց Սոֆին, ոգորված։ Գաբրիելն ու Լետիցիան նայեցին իրար, ժպտացին։ Դրանք էին պահերը։ Ամենօրյա փոքրիկ ուրախությունները, որոնք ամեն ինչ արժանի էին դարձնում։ Իհարկե, պատասխանեց Լետիցիան։ Մենք լավագույն պիկնիկը կանենք։ Երեխաները վազեցին խոհանոց, Գաբրիելը Լետիցիային քաշեց գրկելու։ Ես սիրում եմ քեզ, ասաց նա, ինչպես ասում էր ամեն օր։ Ես էլ եմ քեզ սիրում, պատասխանեց նա, ինչպես պատասխանում էր ամեն օր։ Եվ այնտեղ, կյանքով ծիծաղով լի այդ այգում, շրջապատված այն մարդկանցով, ում ամենից շատ էին սիրում, Գաբրիելն ու Լետիցիան հասկացան մի հիմնարար ճշմարտություն։ Իրական սերը այն չէ, որը տեղի է ունենում առանց խոչընդոտների։ Այն է, որը գոյատում է դրանց չնայած։ Այն է, որը ընտրում է մնալ, երբ ավելի հեշտ կլիներ հեռանալ։ Այն է, որը հրաժարվում է հանձնվել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Սուրբ Ծննդյան գիշերը սխալմամբ ուղարկված աուդիոն, ի վերջո, սխալ չէր։ Դա ճակատագիրն էր, որը գտնում էր իր ճանապարհը։ Դա տիեզերքն էր, որը դավեր էր նյութում, միավորելու երկու հոգիներին, ովքեր կարիք ունեին միմյանց։ Դա մի պատմության սկիզբն էր, որը կապացուցեր, որ սերը, երբ իսկական է, միշտ միջոց է գտնում։ Անտոնը տարիներ անց, երբ արդեն ծեր մենակ մարդ էր, վերջապես ներողություն խնդրեց։
Ոչ միայն բառերով, այլ գործերով։ Նա սկսեց փորձել լինել ներկա պապիկ, հարգելով Գաբրիելի սահմանած սահմանները։ Հաշտեցումը դանդաղ էր, աստիճանական, գուցե երբեք լիակատար չլիներ։ Բայց այնտեղ սկիզբ կար։ Փորձ էր շտկելու այն, ինչ կոտրվել էր։ Էդուարդան անհետացավ։ Ասում էին, որ նա լքել էր երկիրը, նոր կյանք էր սկսել այլ վայրում։ Ոչ ոք իրականում չէր մտածում դրա մասին։ Նա պարզապես ծանոթագրություն դարձավ այն պատմության մեջ, որը Գաբրիելն ու Լետիցիան պատմում էին երեխաներին, երբ նրանք մեծացան։ Մի հիշեցում, որ ոչ բոլոր մարդիկ են բարությամբ գործում, բայց դա չպետք է փոխի այն, թե ով ենք մենք ընտրում լինել։ Եվ պատմությունը շարունակվում էր։ Որովհետև իրական սիրո պատմությունները վերջ չունեն։ Դրանք պարզապես փոխվում են, հարմարվում, աճում ժամանակի հետ։ Գաբրիելն ու Լետիցիան միասին կծերանային, կտեսնեին իրենց երեխաներին մեծանալիս, դառնալիս մեծահասակներ, կառուցելիս իրենց սեփական ընտանիքները։ Եվ երբ մի օր, շատ հեռու ապագայում, թոռներին կպատմեին, թե ինչպես են ծանոթացել, բոլորին կծիծաղեցնեին սխալմամբ ուղարկված աուդիոյի պատմությամբ։ Դուք տեսնում եք, կասեր Լետիցիան, բռնելով Գաբրիելի կնճռոտված ձեռքը, երբեմն ամենամեծ սխալները հանգեցնում են ամենամեծ ճիշտ որոշումներին։ Եվ երբեմն այն ամենը, ինչ մեզ պետք է, համարձակությունն է հավատալու, որ սերը արժանի է։ Միշտ։ Այդ արոտ այգում երեխաները վազվզում ծիծաղում էին, խոհանոցից գալիս էր պատրաստվող սենդվիչների բույրը, արի ջերմությունը տաքացնում էր դեմքերը, Գաբրիելն ու Լետիցիան ամեն ինչ ունեին։ Ոչ թե նյութական հարստություն, թե նրանք դա էլ ունեին, այլ շատ ավելի արժեքավոր բան։ Նրանք ունեին ընտանիք։ Նրանք ունեին սեր։ Նրանք ունեին նպատակ։ Եվ մինչ օրն առաջ էր գնում, կեսօրը տեղ էր զիջում գիշերվան, մինչ աստղերը սկսում էին հայտնվել երկնքում, երեխաները վերջապես քնում էին խաղերով լի օրից հետո, Գաբրիելն ու Լետիցիան նստեցին պատշգամբում, ճիշտ այնպես, ինչպես անում էին այդ առաջին գիշերը։ Կարծում ես, եթե ես չուղարկեի այդ աուդիոն, մեր կյանքը տարբեր կլիներ, մտածկոտ հարցրեց Լետիցիան։ Լիովին տարբեր, պատասխանեց Գաբրիելը։ Բայց ես հավատում եմ, որ ինչ-որ կերպ մենք կհանդիպեինք։ Որովհետև որոշ բաներ անխուսափելի են։ Եվ մենք, միշտ անխուսափելի ենք եղել։ Եվ գուցե նա ճիշտ էր։ Գուցե մեկ այլ տիեզերքում, իրենց կյանքի մեկ այլ տարբերակում, նրանք նույնպես հանդիպեին։ Գուցե իսկական սերը իսկապես անխուսափելի է։ Գուցե երբ երկու հոգիներ ստեղծված են միմյանց համար, տիեզերքը միշտ միջոց է գտնում դրանք միավորելու համար։ Բայց այս տիեզերքում, իրենց կյանքի այս տարբերակում, ամեն ինչ սկսվեց սխալմամբ ուղարկված աուդիոից։ Եվ ավարտվեց կամ ավելի ճիշտ շարունակվեց միասնական ընտանիքով, սիրով լցված, այն համոզմունքով, որ նրանք միմյանց մեջ գտել էին այն, ինչ միշտ փնտրում էին։ Մի տուն։ Ոչ թե ֆիզիկական վայր, այլ մարդ։ Մի զգացմունք։ Մի համոզմունք, որ ինչ էլ որ աշխարհը նետեր իրենց ճանապարհին, նրանք միասին կդիմակայեին։ Եվ երբ գիշերը վերջապես լիովին մտավ, նրանք ներս մտան տուն, Գաբրիելս մեկ անգամ շրջվեց դեպի Լետիցիան։ Շնորհակալ եմ, ասաց նա։ Ինչի՞։ Համար։ Չհանձնվելու համար։ Ուժեղ լինելու համար, երբ ես թույլ էի։ Ինձ ոչ միայն երկրորդ հնարավորություն, այլ նոր կյանք տալու համար։ Քեզ լինելու համար։ Լետիցիան ժպտաց, այդ ժպիտը, որը Գաբրիելն այդքան էր սիրում, մեղմորեն համբուրեց նրան։ Մենք ընտրեցինք երջանիկ լինել, ասաց նա։ Ամեն օր մենք անում ենք այդ ընտրությունը։ Եվ ես միշտ կընտրեմ քեզ։ Այդպես էր։ Այդքան պարզ էր միաժամանակ անչափ բարդ։ Սերը մի զգացմունք չէր, որը պարզապես տեղի էր ունենում։ Դա ընտրություն էր։ Մի ընտրություն, որը պետք է կատարվեր ամեն օր։ Լավ-վատ օրերին։ Ուրախության ցավի պահերին։ Եվ Գաբրիելն ու Լետիցիան ընտրեցին միմյանց։ Միշտ կընտրեին։ Պատմությունը, որը սկսվեց Սուրբ Ծննդյան գիշերը, արցունքներով մենությամբ, ավարտվեց հիմա, տարիներ անց, ծիծաղով լիարժեքությամբ։ Ապացուցելով, որ երբեմն լավագույն պատմությունները ծնվում են ամենաանհավանական պահերից։ Որ սերը կարող է ծաղկել նույնիսկ փոթորկի մեջ։ Եվ որ երբ երկու մարդ պատրաստ են պայքարել միմյանց համար, չկա բավականաչափ մեծ խոչընդոտ, որը չի կարող հաղթահարվել։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հույս ունենք, որ Լետիցիայի Գաբրիելի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։
Եթե հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենից շատ տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։